Բարի լույս սիրելի հեռուստադիտող, թե ես սուրճը պատրաստ է։ Եվ մենք ենք պատրաստ ձեզ ասել բարի լույս լավ տրամադրությամբ, Անի կյանքում Կիրակի օրը եղավ գերազանց իրադարձություն, առաջին անգամ նայեց ֆուտբոլ եւ մեր հաղթական։ Սկզբից մինչեւ վերջ, ես ոգևորված եմ, արդեն սիրում եմ ֆուտբոլ, շատ եմ սիրում ֆուտբոլ եւ մեր հավաքականը հաղթեց եւ այդ իսկ պատճառով աչքսխերով է։ Ամեն ինչը։ Ես խնդրում եմ, որ դու միշտ մեր հավաքականների խաղերը նայես, սկզբից մինչեւ վերջ։ Ասեմ ավելին, գնալու եմ մարզադաշտ սրանից հետո։ Վաու։ Այսօր մարտի 28-ն է, օրը 3-շաբթի եւ հաղթական տրամադրությամբ սկսում ենք հերթական աշխատանքային օրը իհարկե ձեր կողքին։ Իհարկե, Շանթի եթերում մենք ենք, ես եւ Գեղեցկուի Անին, որը իր համար բացահայտեց ֆուտբոլը։ Այո, ֆուտբոլի արվեստը ես կասեի։ Պարզենք, թե ինչով է հիշարժան պատմության մեջ այսօրը մարտի 28-ը։ 1837 թվականին Չիկագոն պաշտոնապես քաղաք է ճանաչվել։ 180 տարի առաջ այն ԱՄՆ երրորդ ամենախիտ բնակեցված նահանգն էր Նյու Յորքից եւ Լոս Անջելեսից հետո։ Ասեմ, որ այսօր էլ է այսպես երրորդ քաղաքն է բնակչությամբ, Չիկագոն անվանում են քամիների քաղաք, շատ հետաքրքիր մի պատմություն, ֆրանսիացիներն են այդ փոքրիկ քաղաքը ի սկզբանե այսպես ասած կառուցել եւ Չիկագոն նշանակում է հնդկացիների լեզուներից, Մայամի, Իլինոյս ցեղերի հնդկացիների լեզուներից, Շիկագո, այդպես աղավաղել են ֆրանսիացիք եւ դա կոչվում է վայր, որտեղ որ աճում է վայրի սոխ կամ սխտոր։ Պատկերացնես այսօր քաղաքի անուն է դարձել։ Ինֆորմացիոն եթերը շարունակելով ասեմ, այսօր այն երկրի ֆինանսական երկրորդ խոշոր կենտրոնն է նաեւ եւ Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը, ինչպես նաեւ երկնաքերերի ծննդավայրը։ Այո։ Ու սոխ ու սխտոր ինչպես հասկացանք։ Վայրի սոխ ու սխտոր։ Լավ, ներողություն։ 1891 թվականի մարտի 28-ին անցկացվել է ծանր ատլետիկայի աշխարհի առաջին առաջնությունը։ 1910 թվականին այսօր Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկել են հիդրոպլանը, սա ջրային ինքնաթիռն է, եթե չգիտենք։ 1986 թվականի մարտի 28-ին ծնվել է ամերիկացի երգչուհի եւ երգահան առանց շպարի սովորական մի աղջիկ, իսկ բեմական կերպարում երեխաների համար գիշերվա մղձավանջի հերոսուհի ճանաչված Լեդի Գագան։ Իհարկե, այսօր նաև ծնվել է Ռաֆայել Սանտին, Ինոկետի Սմոկտոնովսկին, այսօր ծնվել է Մաքսիմ Գորկին եւ այսօր 1970 թվականներին առաջին անգամ ավտոմեքենա VAZ-2101 լեգենդար 01 Ժիգուլին դուրս է եկել Տոլյատիի գործարանի դարպասներից։ Փաստորեն իրոք որ հիշարժան օր է այսօր։ Իսկ ինչպես ասել է Ադրիանո Չելենտանոն, ամենագեղեցիկ երգը կյանքն է, այնպես որ առաջարկում ենք լսել երաժշտություն, վայելել կյանքը եւ շուտ վերադառնալ։ Պինքն էր մեր եթերում Լեդի Գագային նվիրված երգ էր, նրա դժվարին երիտասարդության, այո։ Եվ ընդհանրապես շատ հետաքրքիր է Լեդի Գագայի կյանք, քանի որ նա ծնվել է հասարակ ամերիկյան հրեական ընտանիքում եւ պատկերացնում եք նրա տատիկները եւ պապիկները միջև հիմա Լեդի Գագային ինչ են ասում։ Կեցե Pink-ը ես կասեի, իսկ մենք անցնենք առաջ։ Լուրեր աշխարհից։ The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել է աշխարհի հնագույն երկրների եւ ազգերի շարքում։ Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը հայտնի է իր մեծ փյուրքով, իսկ հայրենիքում հայերը բնակվում են արդեն շուրջ 2600 տարի։ Սխալվում են ավելի շատ։ Այո, առաջին հիշատակումները հայերի մասին հանդիպում են մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, այս մասին գրում է The Culture Trip-ը։ Կայքն անդրադարձել է նաև 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը։ Հայաստանից բացի աշխարհի ամենահին ազգերի եւ երկրների շարքում են հայտնվել նաև Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան եւ Եգիպտոսը։ Անցնենք առաջ։ Պորտուգալիան ինչ կապ ուներ։ Ծանոթ ունեին տենց։ Այմարդ Պորտուգալիան Իսպանիայի մի մասն էր, միջև դա եղել է մեծ հռոմեական կայսրության մի մաս։ Էտա էլի ծանոթ խնամի բարեկան մաղարիչ։ Այսինքն Իտալիան չկա, Պորտուգալիան կա։ Այո, ահա, անցնենք առաջ։ Չի հավատալ այդ կայքին։ Մենք էլ 2600 տարի չի հաստատ, որ Երևանն ունենք։ Մեր անգամ Երևանն ավելի մեծ։ Ուր մնաց Հայաստանը, այո։ Լավ, անցնենք առաջ։ Փառքի րոպե շոուի ընթացքում 20-ամյա Ռոման Խալաֆյանը
թղթերի համար է ցուցադրել հիացնելով հատկապես հաղորդավար Վլադիմիր Պոզներին, որն ասել է, թե շատ է սիրում Հայաստանը եւ որ ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանն առաջինն է քրիստոնեություն ընդունել 301 թվականին, մինչդեռ Ռուսաստանն Պոզները մարդ տեսավ խաղակարտով հիշեց, հա։ Քրիստոնեությունը։ Մինչդեռ Ռուսաստանն այն ընդունել է 988-րդ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հաղորդման Ոչ, 988 թվականին։ Լավ։ Ով էր հաշվում այդ վաղտ։ Չգիտեմ։ Լավ։ Հաղորդման ժամանակ Պոզները նշել է նաև, որ ֆոկուսների մեծ սիրահար է եւ ամենից շատ գնահատում է այն, ինչ ցուցադրել է հայ երիտասարդը աճպարարական հնարքը մոտիկից ցուցադրելը։ Իսկ ամենամեծ աճպարարը ազգությամբ հայ Հարություն Հակոբյանը միայն այդպես էր անում մոտենում էր ժյուրիին եւ ցույց տալիս։ Այսպես է ասել Պոզները։ Նշելով, որ սա բրավո, հիացմունքի արժանի եւ Պոզները հիշում է դա եւ ընդհանրապես իմ համար շատ ծիծաղելի երբ Պոզներն է խոսում քրիստոնեությունից, որովհետեւ նա միշտ նշում է, որ նա ինքը աթեիստ է։ Բայց խոսում է, չէ՞ մարդը, խոսում է։ Հայերի մասին առիթ է էլի եղել խոսելու, քանի որ գիտենք, որ մեզ սիրում է։ Նույն օրը փայլուն ելույթ են ունեցել նաև ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները Գևորգը եւ Անդրանիկը։ Մեր օրն էր փաստորեն, այո։ Այո, այդ օրը մեր օրն է։ Այսօր մարտի 28-ին Մոսկվայի մեծ թատրոնը դառնում է 241 տարեկան։ Բոլշոյ թեատր։ Բոլշոյ թեատր։ Այն սկսել է գործել 1776 թվականից եւ սկզբնական շրջանում ունեցել է 43 հոգուց բաղկացած ստեղծագործական կոլեկտիվ, 13 արտիստ, 9 դերասան, 4 պարուհի, 3 պարող, 1 բալետմայստեր եւ 13 երաժիշտ։ Իսկ այսօր միայն պարողների կազմը այնտեղ 4 տարբեր կազմեր են, պատկերացնում եք։ 4 տարբեր կազմեր։ Որոնք շրջագայում են եւ մեկ հիմնական կազմ, որ միշտ մնում է թատրոնում։ Բա։ Իսկ այդ հիմնական կազմը չի գնում ոչ մի։ Նրանք շրջագայում են, դրանք էլ են գնում, բայց հիմնական կազմ ունեն եւ ունեն 4 շրջագայող կազմ։ Պատկերացրեք, ինչ մեծ է ամբողջ թատրոնը։ Բոլշոյ թեատրը դա բրենդ է, չի էլ թարգմանվում։ Անգամ մենք ենք սխալվում, երբ որ ասում ենք մեծ թատրոն, որովհետեւ անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն Բոլշոյ թեատր, այո, այդտենց են ասում։ Այսուհետ մենք էլ ենք այդպես ասել։ Ռուսաստանի բրենդ է, կան նաև օրինակ կոնֆետներ Բոլշոյ թեատր, կա խմիչք Բոլշոյ թեատր եւ մեծ գումարներ են վճարում։ Խմիչքը չգիտեմ, բայց կոնֆետները համեղ են։ Իսկ այժմ աշխարհի այլ հայտնի թատրոնների մասին ուշագրավ մանրամասներ կներկայացնի մոլորակի շուրջ Էջը։ Տեսնենք հայկական թատրոն կա հայտնի թատրոններից։ Բա ոնց, Սպենդիորեն թատրոնը շատ հայտնի։ Շլացուցիչ ինտերիերը, ոսկեզոծ դահլիճներ, անզուգական բեմեր, աշխարհի ամենաշքեղ ու ազդեցիկ թատրոնները որպես ճարտարապետական գլուխգործոցներ։ Մոլորակի ամենաազդեցիկ ու նշանակալի թատրոններից մեկը Ռուսաստանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոն աշխարհին առավել հայտնի որպես Բոլշոյ թեատր։ Մոսկվայի ամենահայտնի կառույցներից մեկը գտնվում է հենց քաղաքի կենտրոնական հատվածում։ Մեծ թատրոնի հիմնադրման պատմությունը ծայր է առնում դեռևս 1776 թվականին Եկատերինա II թագուհու օրոք, երբ Պետրովկա փողոցի վրա կառուցված աղյուսե եռահարկ կառույցում տեղի էին ունենում ցանկացած տիպի թատերական ներկայացումներ։ Սակայն ներկայիս թատրոնի հիմնադրման տարեթիվը համարվում է 1856 թվականը։ Մեծ թատրոնին ակադեմիական տիտղոս է տրվել 1919 թվականին։ Բազմաթիվ անվանի արտիստներ հյուրընկալած մեծ թատրոնի հռչակավոր պատմական բեմը վերանորոգման նպատակով 2005 թվականին փակվեց հասարակության առջև։ 6-ամյա հիմնանորոգման աշխատանքներից հետո 2011 թվականին մեծ շուկով կայացավ թատրոնի բացումը, որը հեռարձակվեց մոտ 60 երկրում։ Այսպիսով 20 միլիարդ ռուբլի, որի արդյունքում կրկնակի մեծացվել է թատրոնի տարածքը, բարելավվել ակուստիկան, թատրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով ու գերշքեղ դեկորներով։
Աշխարհի ամենաշքեղ ու հիասքանչ թատրոններից մեկի հետքերը տանում են դեպի անզուգական Վենետիկ։ La Fenice, թարգմանաբար Փյունիկ։ Վենետիկյան հայտնի բեմն առաջին անգամ հարյուրավոր հանդիսատեսների է հյուրընկալել 1792 թվականին։ Պատմության ընթացքում մի քանի անգամ այրվել ու կրկին կյանքի է կոչվել։ Մոխիրներից վերստին հառնելու համար էլ թատրոնը Փյունիկ անունով է կնքվել։ Թատրոնում բռնկված 5-րդ ավերիչ հրդեհը կրկին ստիպեց փակել դռներն արվեստասերների առջև։ 8 տարվա վերանորոգման ու վերակառուցողական աշխատանքներից հետո La Fenice-ն Փյունիկը 2003 թվականին կրկին իր ողջ շուքով հիացրեց բոլորին, հանդիսատեսին ներկայացնելով Ջուզեպպե Վերդիի Տրավիատան։ Տեղափոխվենք իսպանական Բարսելոնա, Կատալոնյան երաժշտության պալատ։ Միակ թատերական շինությունը ողջ Եվրոպայում, որ լուսավորվում է բնական եղանակով։ Մոդեռն ոճով կառուցված թատրոնի հիմնաքարը դրվել է 1905 թվականին, իսկ շենքի բացումը կայացել է 1908 թվականի փետրվարի 9-ին։ Արդեն հաջորդ տարի քաղաքային խորհրդի կողմից երաժշտության թատրոնի շենքը ճանաչվում է լավագույն կառույց, իսկ ճարտարապետ Դոմենեկ Ի Մոնտաները պարգևատրվել է քաղաքի ոսկե մեդալով։ Տարեկան ավելի քան 2 միլիոն մարդ է այցելում երաժշտության պալատ, վայելելու թատերական ներկայացումներ, երաժշտական բեմականացումներ, կատալոնյան երգերի համերգներ, ջազային, սիմֆոնիկ ու կամերային համերգներ։ 1997 թվականից ի վեր Կատալոնյան երաժշտության պալատը համարվում է համաշխարհային ժառանգություն և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգացության ներքո։ Աշխարհի ամենազարմանահրաշ թատրոնը, լավագույններից մեկը ԱՄՆ-ում Դեթրոյթ քաղաքի հրաշալիքը Fox։ Քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված թատերային շինությունը կառուցվել է 1928 թվականին։ 20-րդ դարի 20-ական թվականներին կինեմատոգրաֆիայի առաջամարտիկ Վիլյամ Ֆոքսը կինոթատրոններ էր կառուցում Fox Film Corporation ընկերության համար, որոնցից ամենաշքեղն ու ամենախոշորը դարձավ Դեթրոյթ քաղաքի Fox կինոթատրոնը։ Վաղ շրջանում Fox կինոթատրոնը կիրառվում էր միայն ֆիլմերի ցուցադրության նպատակով։ Տասնամյակների ընթացքում այն դարձավ ավելի հագեցած ու ավելի հայտնի։ 1988 թվականին արդեն նորովի վերանորոգված թատրոնը կարծես երկրորդ կյանք է ստանում։ Ընդլայնվում ու բարելավում է ոչ միայն թատրոնի շենքը, այլև առաջարկվող բազմաբնույթ ներկայացումների ցանկն ու բովանդակությունը։ Դեթրոյթի Fox թատրոնը միաժամանակ տեղավորում է 5000 հանդիսատես։ Ահա այսպիսի շքեղ ու ազդեցիկ թատերային կառույցներ։ Հրաշք, Այո, հրաշք։ Միայն մնում է հավելել, որ մեր սիրելի թատրոնը Հայաստանի Սվենդիարանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1933 թվականին, սակայն թատրոնի հենց շենքի բացումը եղել է 1940 թվականին։ Մեր թատրոնը շատ գեղեցիկ է և ներսից, և դրսից, և շատ շատերը։ Մեր թատրոնը ճարտարապետական լուծումը ստացել է ոսկե մեդալ։ Այո, հենց դա էի ուզում ասել, և շատ շատերն անգամ այսօր ողջ աշխարհը պտտվելուց հետո միևնույն է ընդունում են, որ Հայաստանի թատրոնը փառահեղ է։ Իսկ մեր եթերում այս պահին ոչ պակաս փառահեղ գովազդ է։ Ծաղկառատ և շահավետ գարուն Կերամա Մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա Մարացի, Դավիթ Անհախտի 6։ Բարի լույս, հերթական անգամ ասում ենք ձեզ, լավ տրամադրություն ենք իհարկե մաղթում և Անին բան ունի ասելու շատ կարևոր։ Շատ իրերի և ծննդատեսակների արտադրությունն այս կամ այն կերպ կապված է արևադարձային անտառների ոչնչացման հետ։ Առանձնահատուկ մեծ վնաս են կրում Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ինդոնեզիայի, Մալազիայի և Պապուա Նոր Գվինեայի անտառները։
Վերջին տարիներին մի շարք ընկերություններ դադարեցրել են անտառահատումներով պայմանավորված առևտրային եւ արտադրական որևէ գործունեություն կամ դրա հետ կապ ունեցողների հետ համագործակցությունը։ Իսկ պետական մակարդակով նման քայլ առաջինը կատարել է Նորվեգիան, այո։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու անտառահատումներ ենթադրող ապրանքների արտադրությունը եւ պետական պայմանագրեր չեն կնքելու նման գործունեություն ծավալող ընկերությունների հետ։ Եվ Նորվեգիայում ընդհանրապես չի կարելի ծառ կտրել, ոչ թե անտառ հատել, այլ ծառ կտրել։ Մեկ ծառ կտրելու համար կարող ես գնալ եւ նստել նորվեգական բանտում։ Իհարկե դա ավելի հաճելի է, քան շատ ու շատ երկրներում ապրելը, բայց ամեն դեպքում։ Այո։ Անտառների պաշտպանության գործն առավել արդյունավետ դարձնելու համար էլ Նորվեգիայում խստացվելու է շուկայական ապրանքների վերահսկողությունը, ծառահատումների հետ անգամ հեռահար կապը բացառելու նպատակով։ Հետաքրքիր է, թուղթ չեն օգտագործում նորվեգացիները։ Երևի ինչ-որ մշակման, չգիտեմ, մեխանիզմներ ունեն այլ։ Երկրորդ անգամ են մշակում։ Ես հիշում եմ, որ սովետական միության ժամանակ մենք յուրաքանչյուր աշակերտ սովետում գիտեր, որ 1 տետր ստանալու համար քանի ծառ է պետք հատել, 1 լուցկի ստանալու համար քանի ծառ է պետք հատել եւ այլն։ Հիմա դպրոցականներին կարծես այդպիսի բաներ չի հետաքրքրում ցավոք սրտի, բայց իրականում մեր երկրագունդը էկոլոգիական կատաստրոֆայի առջև է կանգնած եւ մեր թոքերը արդեն կիսով չափ չկան։ Երկրագնդի մասին է խոսքը։ Այո, ցավոք դա այդպես է, բայց այժմ առաջարկում եմ միանալ եղանակի տեսությանը, հասկանանք թե ինչ եղանակ է այսօր մեզ սպասվում։ Բարի լույս, Մարի։ Բարի լույս, ինչ կա անտառներում հայկական, ինչ եղանակ է լինելու։ Այսօր սպասվում է անձրևառատ եղանակ, ամբողջ հանրապետությունում, իսկ ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ Անտառների համար լավ է անձրև։ Այո, ես էլ ուզում ասել։ Շատ բարի, Մարի, լսում ենք քեզ առավել մանրամասն։ Շնորհակալ եմ։ Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնային դաշտով, ինչի արդյունքում ցերեկն ամենուրեք սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով։ Արցախում այսօր սպասվում է անձրև, Ստեփանակերտ քաղաքում ցերեկային ժամերին կդիտվի 12, գիշերը մինչև 5 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես կդիտվի անձրև, Մեղրիում ցերեկը սպասվում է 15, գիշերը 9, Կապանում ցերեկը 14, գիշերը 4, Գորիսում ցերեկը 12, գիշերը մինչև 6 աստիճան տաքություն։ Անձրևառատ օր է սպասվում նաև Վայոց-Ձորի մարզում, Ջերմուկում այսօր ցերեկը կլինի 6 աստիճան տաքություն, գիշերը 3 աստիճան ցուրտ, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը սպասվում է 16, գիշերը մինչև 4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում այսօր կդիտվեն տեղումներ, Մարտունիում ցերեկը սպասվում է 3 աստիճան տաքություն, գիշերը 0, Գավառում ցերեկը կլինի 3 աստիճան տաքություն, գիշերը մինչև 1 աստիճան ցուրտ, Սևանում ցերեկը 4, գիշերը 2 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում սպասվում են տեղումներ, Հրազդան քաղաքում ցերեկը կլինի 5 աստիճան տաքություն, գիշերը 2 աստիճան ցուրտ, Աբովյանում ցերեկը 12, գիշերը մինչև 4 աստիճան տաքություն։ Անձրևառատ օր կդիտվի նաև Արարատյան դաշտում, Արարատի մարզում, Արարատ քաղաքում ցերեկը սպասվում է 15, գիշերը 4 աստիճան, Արտաշատ քաղաքում ցերեկը կրկին 15, գիշերը մինչև 5 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքում այսօր ցերեկը կլինի 14, գիշերը 5 աստիճան, Վաղաշապատում ցերեկը 15, գիշերը մինչև 6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում կդիտվեն տեղումներ, Աշտարակ քաղաքում ցերեկը սպասվում է 12, գիշերը 2, Ապարանում ցերեկը 3, գիշերը մինչև 1 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում անձրևոտ օր կլինի, Իջևանում ցերեկը սպասվում է 12, գիշերը 4 աստիճան, Դիլիջանում ցերեկը 13, գիշերը մինչև 1 աստիճան տաքություն։ Անձրևառատ կլինի նաև Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում ցերեկը սպասվում է 11, գիշերը 2, Տաշիրում ցերեկը 9, գիշերը մինչև 1 աստիճան ցուրտ։ Շիրակի մարզում, Գյումրիում այսօր ցերեկը կլինի 7 աստիճան տաքություն, գիշերը 2 աստիճան ցուրտ, Աշոտսկում ցերեկը 2 աստիճան տաքություն, գիշերը 0։ Եվ վերջում մայրաքաղաքի մասին, Երևանում այսօր առաջիկա գիշերը կլինի առանց տեղումների, սակայն ցերեկը կդիտվեն տեղումներ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5-ից 10 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 667 մմ սնդիկի սյուն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 80%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում ցերեկը կլինի 15, գիշերը 6 աստիճան, Ավանում ցերեկը 13, գիշերը մինչև 4 աստիճան տաքություն։ Դե ինչ եղանակի մասին այսօր այսքանը։ Միանան գործընկերներիս։ Շնորհակալություն, Մարի, քեզ ցանկանում ենք հաճելի եւ ջերմ օր։ Եվ չմոռանաս անձրևանոցը, իհարկե, քանի որ Շնորհակալ եկել եմ։ Մերսի, Հաջողություն։ հաջողություն։
Իսկ մենք շարունակում ենք եւ հիշում մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է իմը ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների ախտորոշում եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենը կատարվում է զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը կատարվում է անվճար։ Իմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33, կոտորակ 1, հեռախոս 50 80 50։ Առողջության թեման էլ այժմ կշարունակի օրվա դեղատոմսը մեր գործընկեր Իրինա Մկրտչյանի հետ։ Բարի լույս վիճակագրորեն վերջին ժամանակներում բավական հաճախադեպ են դարձել սթրեսները, նյարդային խանգարումներն ու նևրոզները եւ այսօր մենք խոսելու ենք նյարդային խանգարումներից, իսկ մանրամասները Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ նյարդաբան Մինաս Մկրտչյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նյարդային ինչպիսի խանգարումներ կառանձնացնեք ու որոնք են դրանց պատճառները։ Նյարդային խանգարումները բազմազան են եւ այսօր ես կուզենայի շեշտը դնել պոլինեյրոպաթիաների վրա։ Դա մի հիվանդությունների խումբ է, որը առաջանում է տարբեր քրոնիկ հիվանդությունների ընթացքում, որը բերում է նյարդաթելերի, ոտքերի, ձեռքերի, հատկապես նյարդաթելերի ախտահարմանը։ Այսինքն այլ հիվանդությունների հետևանք կարելի է դիտել։ Այո, դա այլ հիվանդությունների հետևանք է։ Մասնավորապես որ հիվանդությունները։ Դա շաքարային դիաբետն է, որը առաջացնում է անգիոպաթիա եւ նեյրոպաթիա, առաջինը, մյուսը լյարդի քրոնիկ հիվանդություններն են, բոլոր հիվանդությունները լյարդի նյութափոխանակության խանգարումից սկսած ցիրոզներ, հեպատիտներ եւ այլն, որոնք բերում են պոլինեյրոպաթիաների զարգացմանը, տարբեր տեսակի նյարդային հիվանդություններ, գլխուղեղի հիվանդություններ, որոնք ելի կարող են բերել պոլինեյրոպաթիաների զարգացմանը, եւ մի շարք այլ հիվանդություններ, մետաղների թունավորումներ, քրոնիկ թունավորումներ, այլ բնույթի հիվանդություններ, որոնք նույնպես նպաստում են պոլինեյրոպաթիաների զարգացմանը։ Վարիկոզ հիվանդությունը ամենատարածված, այո, դրանք շատ են։ Այստեղ մենք տեսնում ենք մեր վերջույթը, ոտքը, որտեղ երևում է երկու նստաներվը։ Ռադիկուլիտների ժամանակ մենք ունենում ենք ախտահարում այսպես կոչված վերևից ներքև, այսինքն օջախը գտնվում է ողնաշարի մի հատվածում, առաջացնում է նյարդի բորբոքում եւ նյարդը վերից վար ախտահարվում է։ Պոլինեյրոպաթիաների ժամանակ տեղի ունենում հակառակ պրոցեսը, այսինքն գոտկային հատվածում կարող ենք ունենալ օստեոխոնդրոզ, բայց դա չի առաջացնում պոլինեյրոպաթիան, այլ առաջանում է ստորին հատվածների նյարդաթելերի ախտահարում եւ աշնանաբար պրոցեսը բարձրանում է վերև։ Եվ եթե հիվանդը նշում է կոնկրետ մակարդակ, օրինակ թաթի հատվածում թմրածության զգացում, ծակոցներ, այրոցներ, սառել, քրտնել, տհաճ զգացողություններ, մրջունների քայլք, դա համարում ենք, որ պոլինեյրոպաթիան ախտահարել է թաթը։ Եթե նա բարձրանում է վերև գուլպաների մակարդակով, համարում ենք, որ այդ հատվածն է, եւ այսպես կարող է բարձրանալ ամբողջ ոտքի երկարությամբ մինչեւ ազդրի վերին երրորդական։ Երբ կան այդ նշանները, ինչպես կարող ենք հաստատել կամ հերքել, որ մեթոդներով։ Հաստատման մեթոդները բազմազան են։ Առաջին հերթին պետք է կատարել նեյրոմիոգրաֆիկ հետազոտություն պարզելու համար ներվաթելերի ախտահարման աստիճանը եւ բնույթը։ Երկրորդը դա բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների ճիշտ անամնեստիկ տվյալներ հավաքելն է եւ համապատասխան հետազոտություններ կազմակերպելն է։ Այսինքն, եթե մենք հայտնաբերում ենք որևիցե քրոնիկ հիվանդություն, որը հիվանդը նշում է, որ ունեցել է տարիների ընթացքում աշճանաբար զարգացել է, բնականաբար պետք է ստուգենք տվյալ օրգանի ֆունկցիան ինչպիսի վիճակում է։ Կոնկրետ լյարդի ֆունկցիան, կոնկրետ անոթների վիճակը, դոպլեր հետազոտություն կարելի է կատարել ոտքերի։ Այսինքն համապատասխան օրգանի հետազոտություն, որպեսզի հասկանանք, թե ինչ աշճանի է ախտահարված։ Շատ հաճախ գալիս ասում են, ես 20 տարվա դիաբետ ունեմ, դե արդեն երկրորդ հարց չի կարող լինել, միանշանակ դա դիաբետիկ պոլինեյրոպաթիա է։ Բայց մենք կանխել կարող ենք ունենանք դիաբետ, բայց կարողանանք կանխել, որպեսզի չառաջանա շարունակություն։ Միանշանակ պոլինեյրոպաթիան դա բավականին այսպես կոչված
անդուր տհաճ հիվանդություն է, որը հիվանդի կյանքի որակը կտրուկ իջեցնում է հաշվի առնելով, որ ինքը ունի արդեն մեկ քրոնիկ հիվանդություն, 1-2, զուգահեռ ավելանում է 3-րդը, 4-րդը եւ պոլինեյրոպաթիան սկսում է խանգարել մարդուն։ Հիմնականում ստորին վերջույթներում Հիմնականում լինում է ոչ, ձեռքերը նույնպես, ոտքերի, ձեռքերի ախտարում։ Ավելի հաճախ ունենում ենք ոտքերում։ Կանխել կարող ենք, այո, իհարկե, միանշանակ, եթե adekvat ճիշտ ժամանակին կատարվում է համապատասխան հետազոտություններ եւ ստանում է adekvat բուժում իր քրոնիկ հիվանդությունների հանդեպ, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում չի ծուլանում եւ դիմում է նյարդաբանի ախտահարությունը պարզելու կա թե չկա, աշճանը որոշելու ինչքանով է դա արտահայտված կամ կարող է անգամ սկսվել թե ոչ, թեկուզ պրոֆիլակտիկ 1-2 բուժական պրոցեդուրաներ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ անցկացնելու դեպքում հնարավոր է խուսափել հիվանդության զարգացումից։ Այնպես որ խնդրեմ համեցեք Դելտա կլինիկ, մենք մեծ հաճույքով կհետազոտենք ձեզ եւ կառաջարկենք մեր աջակցությունն ու օգնությունը նման հիվանդությունների բուժման գործում։ Շնորհակալություն, դե ինչ եթե ունեք նմանատիպ խնդիրներ, ապա մի հետաձգեք, չէ՞ որ ցանկացած հիվանդություն վաղ փուլում հայտնաբերելն ու բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում։ Այո, վաղ փուլում հիվանդությունները գտնելը բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրանից հետո ավելի լուրջ փուլերում, բայց հիվանդությունների դեմ լավագույն պայքարող միջոցներից մեկը ճամփորդելն է եւ այժմ առաջարկում ենք մի փոքր ճամփորդել այս անգամ դեպի Ավստրիա։ Գնացինք Ավստրիա Եվ այս երկրում դժվար է շտապող մարդ հանդիպելը։ Առողջ սննդակարգը երկրի բնակիչների գլխավոր սկզբունքն է։ Կանանց միայն 20%-ը ավելորդ քաշի խնդիր ունի, ինչը Եվրոպայի ամենացածր ցուցանիշն է։ Ժամը 20:00-ից հետո փողոցներում կարելի է հանդիպել միայն զբոսաշրջիկների, իսկ տեղացիները նախընտրում են երեկոներն անցկացնել ընկերների եւ ընտանիքի անդամների հետ սրճարաններում կամ տանը։ Այո, փակ տարածքներում։ Ավստրիացի կանայք չեն սիրում կոսմետիկ միջոցներ օգտագործել, քանի որ վստահ են, թե նրանք վատ են ազդում մաշկի վրա, նրանք միանգամայն իրավացի են։ Բացի այդ, վառ գույնի հագուստ չեն կրում, համարում են դա խիստ վուլգար։ Դա ծիծաղալի է, ինչը, որովհետեւ ես Կոնչիտային հիշեցի։ Տղամարդիկ ավստրիացի իսկ տղամարդիկ համարում են, որ պետք է կրել վառ հագուստ եւ գեղեցիկ շպարամ են դեպքում։ Տղամարդիկ նման նախապաշարումներ չունեն եւ կրում են առավելապես աչքի ընկնող գույների հագուստ, այո, ինչն էլ պետք է ապացուցել։ Այսինքն ավստրիացիք բնության ամենամոտիկն են, որտեղ իրականում բնության մեջ էլ է, օրինակ, տես ցիտիկների մոտ։ Տղամարդիկ ավելի գունագեղ են ու գեղեցիկ, առյուծների դեպքում տղամարդ մի հուզվի, այսինքն ավստրիացիք բնության ամենամոտիկ են, անին քեզ պետք է դա շատ ու շատ դուր գա, որտեվ դու էլ ես, չէ՞, բնությանը մոտ, բայց գունավոր հագնվել սիրում եմ։ Հավանաբար դա է պատճառը, որ երկրում տղամարդկանց հագուստի տեսականի առաջարկող խանութներն ավելի շատ եւ բազմազան են, քան կանանց համար նախատեսվածները։ Ցելի կանայք, մի գնացեք Ավստրիա շոփինգի, գնացեք պարզապես գեղեցիկ զբոսնելու ու վերադառնալու։ Ավստրիա օպերա լսելու համար, գնացեք Ավստրիա Մոցարտի շեմին խոնարհվելու, գնացեք Ավստրիա շոկոլադ ուտելու համար։ Իսկ տղամարդիկ թող գնան, այո, շոփինգի։ Դերերը փոխվում են, 21-րդ դարը անցնենք առաջ։ Այն օրից ինչ մարդիկ սկսել են հագուստ կրել, հագնել, սկսել են նաև մտահոգվել դրանց լվանալու մասին, իհարկե։ Ոչ բոլորը, բայց ոմանք, այո, այո։ Նորմալ է, որ ոչ բոլորը։ Ծովագնացներն իրենց հագուստը կապում էին պարանից եւ նետում ծովը, որի աղաջուրը շատ լավ եւ արագ լուծում էր բոլոր խնդիրները։ Այսինքն առաջին լվացքի մեքենան այդպես է։ Այո։ Կանայք հագուստը թրջում էին գետում եւ տրորում քարերի վրա կամ ավազով։ Երկու անգամ լվանալուց հետո հագուստն այլևս չէր ծառայում։ Ոմանք մի քանի ամիսը մեկ շորերը լցնում էին մեծ կաթսայի մեջ եւ երացնում խարույկի վրա։ Միջև հիմա Ռուսաստանում կա այդպիսի։ Բայց մի քանի ամիսը մեկ տրադիցիա, այո։ Չգիտեմ, մի քանի ամիսը մեկ թե չէ, ջինսերն են միջև հիմա օրինակ քարերով մշակում եւ շատ ջինսերի վրա գրած է stone washed, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք քարերով մշակված են, այսինքն գույնը որ փախած է մի քիչ պատրված են, դա քարերի մշակումն է հենց, այո։ Այդ եւ այլ հոգսերն անհամեմատ թեթևացան 1797 թվականին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծվեց լվացքի առաջին մեքենան։ Նա կոչվում է Ռիգա։ Կանանց ձեռքերն ժամանակը խնայող այդ հիանալի գյուտի մասին այժմ կպատմի մեր հաջորդ տեսանյութը։ Դիտենք, վերադառնանք, շարունակենք։ Լվացք անելու ժամանակն է կարծես։
Լվացքն անելու սովորությունն այնքան հին է, որքան մարդկության պատմությունը։ Պարզապես մարդը դարեր առաջ հագուստը լվանալու համար ոչ թե սեղմում էր ընդամենը մեկ կոճակ, այլ հագուստը կապում էր պարանից եւ նետում հոսող ջուրը։ Ջրի հոսքն էլ մաքրում էր հագուստը կեղտից։ Հետո հագուստը մաքրելու համար այն սկսեցին տրորել քարերով, ավելի ուշ ավազով։ Իսկ երբ աշխարհում ստեղծվեց գյուտերի արտոնագրման ինստիտուտը, սկսվեցին նաև լվացք անող հրաշագործի ստեղծման տարբեր փորձերը։ Առաջին արտոնագրված փորձը ԱՄՆ-ում էր Նաթանիել Բրիքսի կողմից 1797 թվականի մարտի 28-ին։ Այն իրենից ներկայացնում էր փայտե արկղ ներքին շարժական թմբուկով։ Իսկ արդեն 1851 թվականին ամերիկացի Ջեյմս Քինգը արտոնագրեց պտտվող թմբուկով լվացքի մեքենան, որի աշխատանքի համար սակայն ուժեղ մկաններ էին պետք։ Հետո էլի շատ արտոնագրություններ ու փորձեր։ Մինչև 1875 թվականը միայն Ամերիկայում լվացքի համար նախատեսված մեքենայի ավելի քան 2000 արտոնագիր էր ներկայացված, սակայն ոչ բոլորի աշխատանքներ արդյունավետ, ու դրանք այդպես էլ զարգացում չունեցան։ Այդ մեքենաները հիմնականում կարողանում էին լվանալ մեկ հագուստ մեկ լվացքի ժամանակ։ Լվացքի քանակը փոխեց 1900 թվականին գերմանական Միլը Ունսի ընկերության կողմից արտադրված մոդելները։ Պահանջարկն այնքան մեծ էր, որ ոչ միայն ինժեներները, այլև դիզայներները սկսեցին աշխատել այս գյուտի վրա։ Իսկ արդեն էլեկտրական առաջին մեքենայի պատմությանը ծանոթանալու համար պետք է տեղափոխվենք Չիկագո, Harley Machine Company ընկերություն։ Հենց այստեղ 1908 թվականին Ալվա Ֆիշերը հորինեց այս նոր դասի լվացքի մեքենաները։ Մեքենան ուներ փայտե թմբուկ, որը 8 անգամ պտտվում էր այս ու այն կողմ։ Իսկ ավտոմատ լվացքի մեքենաների հաղթարշավը սկսվեց 1949 թվականից ու այդուհետ նոր մոդելներ, նոր հնարավորություններ, նոր ֆունկցիաներ ու նոր դիզայներական լուծումներ, եւ լվացքի մեքենան արդեն ոչ թե շքեղություն է, այլ կենցաղային անհրաժեշտություն։ Իսկ այժմ մի քիչ զարմանանք։ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կա լվացքի մեքենաների թանգարան, որտեղ պահվում է լվացքի մեքենայի 600 նմուշ։ Հավաքածուի ու թանգարանի տերը մեքենաների պահպանողն ու վերանորոգողը ամերիկացի Լի Մաքսվելն է։ Իսկ Իսպանիայում ստեղծել են լվացքի մեքենա շների ու կատուների համար։ Այն աշխատում է շատ պարզ եղանակով։ Տերը կենդանուն դնում է հատուկ խցիկը, ընտրում համապատասխան ռեժիմը, կախված կենդանու հասակից ու քաշից, եւ միացնում մեքենան։ Ահա այսպիսի յուրօրինակ լվացք։ Լվացված հագուստով վերադարձանք, հիմա ամեն ինչ հեշտ է, իրականում սխմում ես մեկ կոճակ եւ վուալյա։ Բայց ցավոք անգամ հարթուկած է դու զգալի լվացքը։ Եվ ծալված երբեմն։ Բայց ցավոք շատերը մի տեսակ այդ հավաքել դնել լվացքի մեքենայի մեջ եւ սեղմել կոճակը ավելի են ալարում անել, քան երբ ողջ պատասխանատվությունը քո վրա էր ու պիտի սկզբից մինչեւ վերջ լվանայր, տրորեիր։ Սա նշանակում է, որ մեր սիրելի տղամարդիկ փորձում են հեշտացնել մեր կյանքը, իսկ մենք դրանից ինչքան ուժ ունեք, այո, սկսում ենք ավելի ալարել։ Ամեն դեպքում ծուլանալ, այո, այդ բառն է ուզում գտնել։ Իսկ մեր եթերում այս պահին գովազդ է, ինչից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Սիրելի կանայք, միացրեք կոճակը եւ եկեք։ Վերադարձանք, ինչպես եւ խոստացել էինք, մեր հյուրն այժմ արդեն տաղավարում է եւ ես արդեն դիտում եմ նրա աշխատանքը։ Այո, մի նկարիչ է, ում աշխատանքները ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Սիրիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում եւ այլուր։ Նրա ստեղծագործությունների մի մասը գտնվում է տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Այսօր էլ նկարչի աշխատանքները ցուցադրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում։ Վիլյամ Սարոնյանի ծննդավայրում։ Մեր տաղավարում է Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Բարև ձեզ, պարոն Աղաբաբյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ։ Աշխատել եք արդեն առավոտյան։ Չէ։ Դեռ ոչ։ Հիմա ոգեշնչված կգնա ու կաշխատի։ Ասում են, որ առավոտյան լույսը նկարիչների համար շատ կարևոր է։ Թե ձեր համար կապ չունի լույսը։ Չէ, ունի, ոնց չունի։ Ես սովորաբար որ գնում եմ նկարելու, առավոտը լույսը բացված, ես արդեն սարերում եմ լինում։ Սարերում եք նկարում։ Բնանկարչությունն է իմ հիմնական ժանրը։ Հիմնականում արվեստանոցից դուրս եմ աշխատում։
Ձեր արվեստանոցը Հայաստանի բնությունն է փաստորեն։ Այդպես է ստացվում։ Եվ նաև ոգեշնչման աղբյուրը ինչպես հասկանում ենք։ Միանշանակ մեր երկիրը ինքան հրաշք է, քիչ դրախտն է, էլի։ Դրախտ, այո։ Ամեն ինչ ապացուցում է, որ դրախտը եղել է այստեղ։ Հիմա ինչ ենք մենք մեր դրախտի հետ անում, այդ ուրիշ հարց է, բայց ի սկզբանե Աստված որոշել էր այդպես։ Պարոն Աղաբաբյան, դուք շատ ցուցահանդեսներ եք ունեցել, ձեր ստեղծագործությունները շատ վայրերում են եղել, ավելի շատ Հայաստանում, թե Հայաստանից դուրս եք ունենում ցուցահանդեսներ։ Երևի վերջի շրջանում ավելի շատ Հայաստանում, ես չեմ զլանում, ամեն էտապից հետո Հայաստանում ցուցադրել նկարները, որովհետև պարտք ունենք մեր ժողովրդին, էլի։ Եթե մի լավ բան արվում է, պետք է անպայման ցուցադրել եւ ոչ միայն Երևանում, միջայլոց։ Հայաստանը մենակ Երևանը չի։ Դրա համար ես հաճախ նաեւ մարզերում եմ անում ցուցահանդեսներ։ Իսկ Հայաստանից դուրս, ճիշտն ասած, վերջ շրջանում նախընտրում եմ առանցինց լինի ցուցահանդեսները, որովհետեւ հոգնել եմ այդքան ճամփորդելուց։ Բայց այս անգամ ուզած մայիսի երկրորդ կեսին պիտի գնամ Ֆրեզնո։ Ուզած Կարող եք Անին ուղարկել ձեր տեղը, նույնպես այո։ Ուրախ կլինեմ։ Ուրախ կլինեմ, բացի դա Ձեր դեսպանը կլինի։ Անի Հարոնյան Նիկոլ Աղաբաբյանի դեսպանը ԱՄՆ-ի մրցանակն է։ Ֆրեզնոյում այս դեպքում։ Ինչպես ստացվել է այս ցուցահանդեսի մասին, մի փոքր պատմենք, որ Ֆրեզնոյում կարծեմ թե արդեն բացվել է։ Այո, Ֆրեզնոյում կա Հայաստանի ոնց է կոչվում, Museum of Armenian Museum of Fresno, այդպես է կոչվում։ Հայկական թանգարան Ֆրեզնոյում։ Ֆրեզնոյում մի երաշալի տղա է այնտեղ ղեկավարը, Վարուժանը, որը շատ հաճախ Հայաստան է գալիս եւ Արցախի հետ շատ սերտ կապեր ունի եւ մշտապես բարեգործական ծրագրեր են իրականացնում։ Այնտեղ իրենց առաջարկով բացեցինք ցուցահանդես, հունվար 15-ին է բացվել։ Մինչև մայիսի վերջ կլինի։ Եվ այնուհետև գլենդելում նախատեսված ցուցահանդես։ Այ դուք ասացիք իմ գնալու կներեք, իմ գնալու հատկապես պատճառը նաև նրանում է կայանում, որ այնտեղից ցանկություն հայտնեցին վարպետաց դասընթացներ անցկացնել, փակման արարողությանը կարծես թե պիտի գնամ ներկա լինել, էլի։ Իմ համեստ կարողությունները փորձել եմ տեղացի երիտասարդ, թե ոչ երիտասարդ կապ չունի։ Կարծում եմ, որ կապ չունի։ Այսինքն բաց մաստեր կլասը լինելու։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, ովքեր են մասնակից լինելու։ Ենթադրում եմ, որ տարիքային բան սահմանափակում չպետք է լինի։ Այ դուք ասացիք, որ պարտք եք ժողովրդին, հայազգին եւ այլն։ Իսկ առհասարակ ինչ է կարծում մտավորականները մեր պարտք են ժողովրդին, թե ժողովրդականներն են մտավորականներին պարտ, թե ժողովրդական են մտավորական։ Ժողովրդականները պարտք են։ Այո, ժողովրդականները Պաֆրեյդո գավառը։ Իմ կարծիքով Աստված շնորհք հենց այնպես չի տալի մարդուն։ Ու երբ որ շնորհքը արդեն կա, ուրեմն դա պիտի չանձնավորել, քո անձնականին չպիտի ծառայացնել։ Սենց տնես քո անձնականն արդեն օգտվում է դրանից, չէ՞, այդ երջանիկ պահեր որ ստեղծագործում ես, դա արդեն քեզ համար մեծ պարգև է Աստվածային։ Իսկ եթե ստեղծածնել իրանից ինչ որ բան է ներկայացնում, թե գրականության, թե երաժշտության նկատի ունի կապ չունի, մենք պարտավոր ենք ուղղակի, պարտավոր ենք։ Այսօրվա մշակութային անկումը չի դա կապված։ Թե չկա։ Չեմ ուզում քաղաքականացնել, բայց կարծում եմ սա ծրագրված process-ի արդյունքում ենք մենք այսօր։ Ծրագրված կոնկրետ Հայաստանի մասին է խոսքը, թե համաշխարհային դա Եվ հատկապես Հայաստանի, եւ նաեւ դժբախտաբար ամբողջ աշխարհում անկում է լինում։ Եվ դա տարբեր պատճառներ ունի։ Հիմնական պատճառը կարծում եմ կայանում է նրանում, որ աշխարհը որոշեց մշակույթի միջոցով էլ բիզնես անել։ Ու այդ բիզնեսը պարտադրեց ոչ տրամաբանական զարգացում նկարչության։ Ընդհանրապես իսկ աստծո գործերն անքննելի են, ոչ չի կարող որոշի թե հիմա ինչ մտածողություն պիտի զարգացնել եւ այլն։ Եվ հավասիկ մենք եկանք հասանք այն եզրագծին, որ մշակույթը, հոգեվոր աշխարհը բավականին դիսբալանս է տեղի ունեցել։ Այս պատերազմներ, ատելություններ եւ այլն բնականաբար ծնունդ պիտի առնեին, քանի որ տեղը պարապամնում եւ տեղը լցվում է բացականով։ Բայց պատերազմներ կարծես միշտ եղել են։ Ուղղակի հիմա ինչ որ
չեմ կարծում, որ այս մասշտաբներն է ընդգրկել։ Չեմ կարծում։ Իսկ պայքարում է Նիկոլա Աբովյանը այդ ամեն ինչի դեմ, ինչով կարող է։ Իմ կարծած գործը նկարելն է։ Եվ դուք այդպես է ձեր պայքարի գծը։ Եվ ես կարծում եմ ընդհանրապես երևի թե մեր փրկության ձևը կայանում է նրանում, որ ամեն մեկս, ով որ իր առավելագույնը կարող է անել իր մասնագիտության մեջ, մեր պայքարի հիմնական ձևը երևի թե դա պիտի լինի։ Որովհետև մենք տարբեր բաներ փորձեցինք, պարզվում է, որ դժվար է տեղից շարժվում։ Գրողը գրի, նկարողը նկարի, գիտնականը, այո, եւ ամեն մեկը նամուսով իրանելի կանի եւ նվիրվածությամբ անի, կարծում եմ դա քիչ չի, որպեսզի տեղաշարժ տեղի։ Հա թե որտեղ է մեր փրկությունը, այո։ Պարոն Աղաբաբյան, ասացիք, որ ցուցահանդեսներ ունենում եք նաև ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Գաղտնիք չէ, որ մարզերում սոցիալապես շատ ավելի վատ վիճակ է, քան Երևանում, չնայած մեզ մոտ էլ տենց արտարոց լավ վիճակ չի, բայց ամեն դեպքում ինչ եք նկատում մարզերում մարդիկ իրենց սոցիալական խնդիրները կարողանում են կողք դնել եւ մոտենալ դեպի արվեստը, թե այնուամենայնիվ դժվար է կողք թողնել խնդիրներն։ Գիտեք, նախկինում կարողանում էին։ Հիմա մի քիչ սոցիալական երևի թե ավելի շատ է խեղդում, բայց այնուամենայնիվ նրանք ովքեր որ ներքին կարոտ ունեն, հա, նրանք անպայման գալիս են եւ ներկա են լինում։ Վերջի իմ այդպես ցուցահանդեսը անցյալ տարի եղավ, ուրեմն Սիսիանում բացեցինք ցուցահանդեսը, Սիսիանի պատկերասրահում, այնուհետև Գորիսի պատկերասրահում վերաբացվեց ու ես հակված եմ շահնակություն տալ այդ ամեն ինչին։ Եվ կուզենայի, որ մեր նկարիչներն էլ շատերը դա անում են իհարկե, բարբերականությունն այլի դարձնեն, որովհետև այդ էլ են մեր ժողովուրդը։ Մենք Երևանը դարձրել ենք Հայաստան ու մոռացել ենք Երևանից դուրսը։ Երևանից դուրսն էլ Հայաստանն է եւ չքնաղ Հայաստան։ Պարոն Աղաբյան, օրինակ տեսեք Եվրոպան, Իտալիան, Իսպանիան, չգիտեմ, Ֆրանսիան, այդ մարդիկ ծնվում են ու ապրում են այդ մշակույթի մեջ։ Այսինքն նրանք տեսնում են ճարտարապետական ինչ-որ որոշումներ, նրանք ամեն օր դպրոց գնալից անցնում են թագավորական պալատների կողքով, նրանց դպրոցի պատմության եւ կերպարվեստի դասերը անցնում են թանգարաններում, այսինքն այդ մարդիկ գարմոնիայի մեջ են ապրում այդ ամեն ինչի հետ եւ ոչ մի խնդիր կարծես հետո հետագայում չեն ունենում։ Մեր մոտ ցավոք սրտի դա այդպես չի։ Այն ինչ որ ունեցել ենք, քանդել ենք, փորձել ենք ուրիշ բաներ կառուցել, հիմա այդ կառուցածում ենք քանդենք նորից, կառուցենք եկեղեցիները, որոնք քանդել ենք, մեր երեխաները զորով, ծեծով, ջարդով են գնում թանգարաններ կամ չեն գնում ընդհանրապես ցավոք սրտի, այ ասում եք, որ Երևանից դուրս շատ դժվար է մարդկանց նորից թանգարան բերել, որտեղ խնդիրներ կա, բայց ինչ որ բան պետք է անել, չէ՞, մենք մեր ամեն օր առավոտվանց երեկոյան ասում ենք մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք հին մշակույթ ունենք, մենք չգիտեմ ինչ ունենք, բայց իրականում որ դուս ես գալի փողոցներ, դու հասկանում ես որ ցավոք սրտի դա այդպես չի։ Եվ ինձ թվում է որ յուրաքանչյուրը բացի նրանից որ պետք է իր գործը պարզապես լավ անի, պետք է կարողանա իր գործը հասցնի եւ միգուցե հասցնի նաեւ բռի ուժով, այսինքն ստիպողական բերել մարդկանց, որ նրանք տեսնեն, հասկանան, կպնեն եւ ինչ որ բան քաղեն։ Այդպես է թե ոչ։ Այդպես է եւ կարծում եմ որ ընդհանրապես լավ կլիներ որ մեր պետական քաղաքականությունը միտված լիներ դրան, որովհետեւ խնդիրներ կան որ անհատի համար նույնիսկ անլուծելի են։ Օրինակ ասենք ես մտածել էի մի քանի նկարիչներով տողներ ցուցահանդեսներ անել, ամբողջ Հայաստանով մեկ։ Եվ նաեւ Արցախով։ Դրանք ենթադրում են բացի նյութականը, որը լուծելի է, ամեն դեպքում դա լուծելի է, նաև ադմինիստրատիվ խնդիրներ են առաջ գալիս։ Այո, այսինքն շենք, ապրել, կազմակերպչական աշխատանքներ, տեղում եւ այլն։ Մեր նկարիչներից ովքեր կարողանում են դա անում են, բայց որպեսզի դա ընթացք ունենա եւ մարդկանց բերես մշակույթի դաշտ, կարծում եմ այդպիսի ոչ միայն ցուցահանդեսային, այլ եւ համերգային եւ չգիտեմ գրականության եւ թատերական եւ այլն արվում են ինչ-որ բաներ, բայց կարծում եմ պակաս է։ Պետք է ավելի հստակ ու որոշակի համերգային էլ գնում են այսպես ասած կամ այսպես կոչված աստղերը եւ ինչ-որ բաներ երգում են, բայց օրինակ դասական երաժշտությունը դժվար թե։ Օրինակ ես 2 օր առաջ բանում էի օպերա Արամ Խաչատրյանի համերգասրահում
համերգ էր, հրեա երաժիշտներ նվագում, որ աշխարհում հայտնի բան, Ցուկերման եւ այլն։ Ես մեր հայ երաժիշտների մեջ շատ ավելի հզոր երաժիշտների գիտեմ, հա, որոնց որ մենք բոլորս չգիտենք, քան Ցուկերմանի կատարումներ։ Վարպետ է, բան չունեմ ասելու, բայց տեսեք ոնց են դարձնում անում եւ սկսում մատուցել։ Հասկանում եք, մենք պիտի աշխատանք անենք։ Վարչապետը մի օր լավ բան ասեց, ասում է, պետք է կապիտալիզացիա, հա, մշակույթը։ Այո։ Որը ամբողջ աշխարհն է դա անում։ Բայց դուք դեմ եք դրան, չէ՞։ Չէ։ Ես ասում եմ հետեւյալը, դա պետական մոտեցում պիտի լինի։ Այսինքն, եթե մենք ունենք մշակույթ, հա, օրինակ ունենք մենք Մարտիրոս Սարյան։ Մարտիրոս Սարյանի նկարները ընդհանրենք աճուրդային ինչ-որ բաներ կան, որոնք բան են դարձնում, շկալաներ են էլի սարքում, հա։ Այդ շկալաները սարքում են քաղաքականության արդյունքում։ Այնպես չի, որ ասենք մեզ հայտնի շատ նկարիչ իսկապես այնտեղ է, որտեղ որ ներկայացվում է։ Դրա համար, որպեսզի երկիրը կարողանաս անշրջելի քայլերով առաջ տանել, դու պետք է անպայման ամրագրես մշակույթով, հոգևոր արժեքներով, որը ունենք մենք։ Այսօր օրինակ հայ կերպարվեստը չի զիջում որևէ երկրի կերպարվեստին։ Մեր հայ նկարչությունը Սարյանից սկսած, հա, եթե չասեմ մինչև Սարյանը, բավականին հզոր նկարչություն է։ Դա ձեր անձնական կարծիքն է, դա իրականում այդպես է։ Բարեբախտաբար ոչ միայն իմ անձնական կարծիքն է, դա փաստ է։ Այսինքն մենք ուղղակի չենք կարող մեզ ներկայացնել, մատուցել, վաճառել, որպես հայ։ Օրինակ ասենք Այվազովսկին, հա։ Միգուցե Երևանից սկսենք, անգամ հեռու չգնանք, Չարբախցիները կամ Մայրացի բնակիչները, երրորդ մասի բնակիչները։ Ինչու՞ չէ, մեր մեջ մենք սկսենք իրար գնահատել։ Եկեք սկսենք մետրոներում ցուցահանդեսներ անել, որ Շենգավիթ մետրոյում մարդիկ առավոտյան գնալիս, աշխատանքի երեկոյան վերադառնալիս տեսնեն, հասկանան, որ այս սա երրորդ մասի։ Կա, իհարկե կարելի է բանը վերատպություններով անել։ Եկեք ռայալ տանենք, այո, հա, այսինքն բերել միջավայրի ժողովրդի, տանել ժողովրդի միջավայր, որոնցից էլ որովհետև ժողովուրդը չի գալիս, եկեք մենք գնանք ժողովրդի մոտ։ Եկեք ռոյալ տանենք, Չարբախի մեջտեղում կանգնացնենք եւ ինչ որ դասական երաժիշտ այնտեղ հրաշալի Կոմիտաս նվագի, Բեթհովեն նվագի, Ռախմանինով նվագի։ Անելիք շատ կա, եթե մտածենք շատ բան կարելի։ Այո, որովհետև մենք ինձ թվում է, որ ցավոք սրտի մենք բացի դրանից, որ չենք կարող դուրսը ներկայացնենք եւ կարողանանք մեզ այսպես ասած գովազդել, մենք ներսում էլ ենք փակվում։ Մենք ներսում փակվում ենք, ամեն մեկը իր համար մի զարմանալի խնդիր ունենք, էլի, օրինակ ասենք մեր մեջ գանձը, որ մեր մեջ է ապրում, չենք ուզում նկատել։ Բայց երբ որ նա գնում է դրսում, ես երբեք չեմ մոռանա, հետո վերադառնում սկսում ենք ես երբեք չեմ մոռանա Շարլ Ազնավուրի խոսքերը, որ նրան մի անգամ հարցրեցին Երևանում, ասին, ինչպես եք ձեր զգում այստեղ, մայստրո։ Ասաց շատ դժվար է ինձ այստեղ, զարմացած ինչի, ասում դու ես գալի փողոց 3 միլիոն Շարլ Ազնավուրներ են ման գալիս։ 3 միլիոն Շարլ Ազնավուր եւ ես էլ նրանց մեջ։ Հասկանես, իսկ այնտեղ նա միակն էր։ Եվ միշտ էլ այդպես է ստացվել, չէ՞։ Ցավոք սրտի կա մի անեկդոտ շատ վատ երևի թե որ դժոխքում էքսկուրսիա են անցկացնում եւ գալիս են մի հատ մեծ ինչ-որ կացայի մոտ, որտեղ որ մի քանի սատանաներ կանգնած են եւ այլն, ասում են, «Էս ի՞նչ է կատարում», ասում են, «Այստեղ հրեաներն են, էլի, եփվում», ասում են, «Բան չի, մի քանի հատ սատանաներ կանգնած», ասում են, որովհետեւ ասում են, հենց մեկը մի բան լավ անում, բրթում են վերև իրան, բրթում են վերև, մենք էլ իրան սատանաները իջացնում են ներքև, հետո գնում են տեսնում են ուրիշ կացա, որի մոտ ոչ մեկ չկա, ասեն, «Բա ես ում կացան», ասում են, «Այստեղ հայերն են», ասում են, «Բան չի, սատանաներ չկան, որ բրթեն ներքև», ասում են, «Իրանց մոտ հենց մեկը բարձանում է, իրան քաշում են ներքև»։ Այո։ Դա է մեր խնդիրը։ Ցավալի իրականություն։ Հասկանում եք, դա է մեր խնդիր եւ դա դարձել է արդեն ժողովրդական ֆոլկլոր։ Ցավոք սրտի այդպես է դա։ Դժբախտաբար։ Լավ, պոզիտիվ բաների մասին անի։ Լավ, թեմաները եթե կողք դնենք, այո, ցավոք կա այդ պատկերը, բայց հուսանք, որ ինչ որ նախաձեռնությունների շնորհիվ դա կփոխվի։ Նկարիչի համար, եթե գրողը կարող է իր ստեղծագործությունը բազմացնել եւ բնօրինակը պահել իրեն, ու դա կլինի շատ թանկարժեք եւ իրենը ու միայն իրենը, ապա նկարիչը ցավոք չի կարող դա իրեն թույլ տալ, որովհետեւ միշտ բնօրինակը ավելի թանկ է եւ գնում են բնօրինակը։ Դուք շատ տարբեր անձնական ցուցահանդեսներ եք ունեցել։ Չէ, անձնական չէ, ձեր ստեղծագործությունների շատերը անձնական հավաքածուներում են։ Ինչպես եք այդ միտքը ընկալում, հա, որ չէ որ դուք ստեղծագործում եք, դա ձեր զավակն է, ու պիտի իրան ասեք ստեսություն, ինչպես եք հրաժարվում այս գործից։ Ոնց որ մեր զավակները մեր սեփականությունը չեն։ Չէ։
Այնպես էլ ստեղծված գործը այլևս քո սեփականությունը չի, եթե մեջը ինչ որ դրական բան կա։ Իհարկե, որպես քո քեզնից ծնունդ, հա, բան ես մտահոգ ես, շատ անգամ չես ուզում բաժանել, կան նկարներ, որ ուղղակի չես պահում եմ թաքուն օրինակ, էլի, հա։ Բայց պրոֆեսիոնալը այնուամենայնիվ նա է, որ ինչ որ արել ես, եթե մարդը արժևորում է դա, ապրեցնում է իրանը լինի։ Ամեն ինչ հավաքել, օրինակ ես գիտեմ նկարիչներ, որ նկարները սենց առանձին սենց պահում են բան, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Հակառակն է։ Ինչու համար են նկարում։ Հա, նկարում են, հետո պահում են, չեն ցուցադրում, չգիտեմ։ Կան նաև լավ նկարիչներ, որոնք նույն բանն են անում։ Ինձ համար անհասկանալի Դե վատ նկարիչների դեպքում դա այդքան ցավալի չի։ Հա, բնականաբար, ավելի լավ կլինի, որ բան չլինի, բայց ասեմ, որ ասում է ծառացմեխն էլ իմ մուշտարին ունի, հա։ Ասենք օրինակ վերնիսաժային նկարչությունը անհրաժեշտություն է։ Ինչու՞, որովհետև այդ ընկալման դաշտի մարդիկ բերել այդտեղ պիտի գնան։ Այո, տարբեր շերտեր պետք է լինեն, այո։ Հա, տարբեր գիտակցական մակարդակ իր ընկալման չափի տարբեր ընկալումը պիտի դրամաբանակ։ Այո, բայց մենք պիտի վերցնենք բարձրագույն վերևի շկալան եւ փորձենք դրան հասնել եւ հասցնել։ Այդ իմաստով նորմալ է, կարծում եմ պրոֆեսիոնալը դա է։ Իսկ երբևէ եղել է, որ վաճառեք ձեր սիրելի կտավներից որևէ մեկը ու հետո հետաքրքրվեք ճակատագրով, որտեղ է կախվելու, լավ պայմաններում, վատ, լույսը ճիշտ է, սխալ է, թե վաճառեցիք եւ Չէ, բոլոր նկարներով ճիշտ ասած հետաքրքրվում եմ եւ ինչքան որ հնարավոր է լինում, իմանում եմ, եւ նույնիսկ եղել են նկարներ, որ վաճառվելուց հետո ես հետ եմ գնել։ Նույնիսկ եղել է նկար, որ հետո հասկացել եմ այդ մարդը անարժան է, դրան գնացել հետ եմ գնել իրանից, կամ նաև ուզեցել եմ իմ մոտ լինի, այդպիսի բաներ են եղել։ Եվ կարծում եմ դա նորմալ է։ Մարդիկ կան, որ ասում են գանձերը խոզերի առնիչ մի փռի։ Այո։ Երբ որ մեկը տենում ես, որ գանձը փռել ես, երբեմն լինում է, ասենք կարիքից ելնելով վաճառ համաձայնել ես վաճառել այդ մարդուն, որ իրեն երբեք չէր ուզենա նկար տալ։ Ինձ հետ եղել է, որ հնարավորություն է եղել, հետո գնացել հետ եմ գնել այդ նկարը եւ ճիշտ եմ արել։ Որովհետեւ այդ մարդը առանց գիտակցելու կախում է այնտեղ եւ որտեղ որ հարկավոր չէ, ահա։ Կամ էլ հարկավոր է, բայց իրան հարկավոր չի, ինքը ընդհանրապես ֆոնը դարձնում է։ Արժանի չի։ Նկարին վայել չի։ Այդ էլ այսինքն մենք մեր ունեցածը պետք է կարողանանք ճիշտ արժևորել եւ թույլ չտանք որ տարորեն։ Մենք հաճախ ենք թույլ տալիս։ Խոսքը միայն նկարչության չի վերաբերում։ Թույլ չտանք տարորել։ Ինչ գնով ուզում է դա լինի։ Պարոն Աղաբեյան, նկարիչը պետք է լինի սոված թե ոչ։ Ինչի սոված։ Օրինակ եթե նկարիչը հասկացա, այդ անհետ մտածում։ Անհետ կոմունիստական էշությունը, որ մտցրեցին ավանակությունը, այո։ Ավանակությունը։ Օրինակ ինձ եղել է այսպիսի մի շրջան, երբ որ ինձ պատվիրել էին նկարաշար, որի համար վճարել եւ նյութի ծախսը եւ ամեն ինչ եւ այլն։ Որևէ խնդիր չկար։ Ես երևի մի ամսում մոտ 70 կտավ նկարեցի, որևէ խնդիր չկար նյութական իմաստով։ Եվ բանում տարբեր երկրներում ընդ որում նաեւ Հայաստանում եւ այլն 60-70 կտավ եւ այդպես շարքային կտավներ չէին։ Նրանց մեջ կային նկարներ, որոնք ոչ լավն էին։ Ուզում ասեմ, որ այդ հնարավորությունը տվեք եւ պահանջեք։ Այո։ Հնարավորություն մանավանդ նկարչության պարագային նկարչություն նյութածախս բան է, էլի, այսինքն ներ պիտի գնել կտավ եւ այլն, տեղաշարժվել, ստեղծագործել, տուն պիտի պահել, հաց ուտել եւ այլն։ Այդ սոված պահի ինչ պիտի անի այդ մարդը։ Մենք ամբողջ առավոտից երեկո պիտի մտածի ոնց անի ընտանիքի հարցելուցի, կտավի ներքի եւ այլն, էլի է ստեղծագործ։ Այսինքն միտքը պիտի ազատ լինի։ Այո։ Այդ մտածողությունը որ մեզ սրեսկեցին ու պիտի սոված լինի։ Միգուցե ինչ որ հետասարդական շրջանում դժվարություններ պիտի անցնի, աշխատի, բայց անպայման սոված լինելով չպիտի աշխատի, էլի։ Կարա կուշտ աշխատի։ Եվ շատ ավելի արդյունավետ աշխատանք կստացվի։ Այնպես որ նկարիչը կուշտ պետք է լինի, ոչ միայն նկարիչը, արվեստագետը առհասարակ մարդը։ Մարդն է, այո, բանվորն է, սոված բանվորը։ Բոլորը պետք է կուրս լինեն բավարարված ու երջանիկ, այնպես որ ստեղծեք համապատասխան հնարավորություն արվեստագետի աշխատելու համար եւ կստեղծեք հիանալի արվեստի գործեր։ Եվ պահանջեք, այո դեպքում կարող եք պահանջել։ Այո։ Բա
Եթե ստացել եք վիզա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, անպայման այցելեք Ֆրեզնո քաղաքում, ցուցահանդես Նիկոլ Աղաբաբյանի եւ կստանաք մեծ բավականություն։ Պարոն Աղաբաբյան, վերջին հարցը, վաճառում են նկարներ այնտեղ, թե միայն ցուցահանդեսը։ Ուրեմն սովետի քանդվելուց հետո բոլոր ցուցահանդեսները նաև վաճառք են։ Ահա, այսինքն կարելի նաև գնել։ Այո, բոլոր նկարիչները, եւ վերջում մենք վաճառքից խնդրում եմ, վիզա ստացել եք, գնացեք Ֆրեզնո, գնեք նկարներ, վերադարձեք նրանց հայրենիք։ Եթե անգամ չեք ստացել, ապա միայն այս ցուցահանդեսի համար էլ ստացեք վիզա, գնացեք։ Եվ պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողների դեմքի արտահայտությունները, որ ասեք ես ստանում եմ վիզա, որ գնում եմ Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսին նկար գնեմ եւ վերադարձնեմ Հայաստան։ Հաստատ վիզան կտան։ Այո։ Հիշեցնեմ, որ մեր հյուրներ Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ձեզ շնորհակալություն ենք հայտնում, հաջողություն ենք մաղթում ու շատ ներշնչանք։ Մեր եթերում այս պահին։ Եվ նոր ու նոր կտավներ։ Մեզ մոտ այս պահին գովազդ է։ Ոգեշնչված արվեստով բարի լույս ենք ասում ձեզ։ Եվ հիշում մեր գործընկերոջը։ Այո։ Մեր հաղորդման հովանավորն է «Իմմա ընտանեկան բժշկական կենտրոնը», որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների ախտորոշում եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենը կատարվում է զղջված գներով, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվագրության ստուգումը կատարվում է անվճար։ Իմմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոսի 50 Իսկ եթերն այժմ կշարունակի օրվա դեղատոմսը իր ժողովրդական բաղադրատոմսերով։ Տեսնենք, թե այսօր ժողովուրդը ինչ խորհուրդներ կտա մեզ։ Ասում են բնությունը մարդու լավագույն բժիշկն է եւ այս անգամ մենք բնական միջոցներով կփորձենք պայքարել գաստրիտի դեմ, իսկ մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Բնության ինչպիսի բաղադրատոմսեր ժողովրդական ու տնական կառաջարկեք, երբ առկա է գաստրիտ։ Իհարկե, ստամոքսի գաստրիտը լորձաթաղանթի բորբոքումը առաջանում է այն ժամանակ, երբ եւ ճիշտ սնունդ չենք օգտագործում եւ չարաշահում ենք ալկոհոլային խմիչքներ, եւ ծխելը եւ վատ սովորությունները բերում են նրան, որ մենք ունենում ենք խնդիրներ։ Իհարկե, այդ խնդիրներից ձերբազատվելու շատ հրաշալի դեղատոմսեր կան, որը բնությունը ինքն է առաջարկում, բայց հիմա մենք այսօր պետք է խոսենք կտավատի թուրմի վերաբերյալ, ինչը որը հրաշալի է ազդում մեր ոչ միայն ստամոքսի, այլ աղեստամոքսային ինտերակտի վրա, որովհետև այն նպաստում է, որ մեր ստամոքսը պահպանի, որովհետև այն իրենից մեծ քանակությամբ լորձ է արտադրում, այսինքն վնասակար չլինի։ Վնասակար չլինելուց բացի այն օգնում է, որ մեր աղեստամոքսային տրակտը նորմալ աշխատի։ Ինչ պետք է անենք, եթե նույնիսկ կա բորբոքում կամ խնդիր լորձաթաղանթի հետ կապված, այն ոչ միայն նպաստում է, որ սնունդը վտանգավոր չլինի, վնաս չտա, այլ բուժում եւ օգնում է մեր ստամոքսին։ Ինչ պետք է անել։ Պետք է վերցնում ենք ընդհանրապես կտավատի սերմերը, ընդ որում կտավատի սերմերի վրա պետք է ավելացնել, կարող ենք օգտագործել եւ սառը, եւ տաք ջրով, այսինքն տարբերություն չկա։ Եթե մենք ուզում ենք առավոտյան մի անգամից կտավատի սերմի վրա ավելացնել տաք ջուր, հենց այսպես օգտագործում ենք։ Իհարկե, մի փոքր կարելի է նաև լիմոնի հյութ, մի փոքր կարող է նաև թեթև մեղր, եւ այն լինում է շատ հաճելի, կարելի է ասել էլիքսիր, լուծույթ, կարելի է ասել թեյ, շատ հրաշալի մեր քիմքի համար, բայց եթե մենք ուզում ենք առավոտյան վեր կենալ եւ պատրաստի ձևով, ընդ որում սա պետք է նաև դնել շոկեբաղնիքի վրա, որպեսզի սերմը քանի որ չոր է, տեսեք ինչպեսի չոր սերմեր ունի, որպեսզի իր բնական եւ եթերայուղերը եւ վիտամինները տայս ջրին կդառնա լորձանման։ Բայց եթե մենք ուզում ենք, որ այլ արդեն չդնենք կրակի վրա, ապա
մենք կարող ենք երեկոյան ուղղակի սովորական ջրի մեջ անգամ մեկ թեյի գթալը մեկ բաժակ ջրի մեջ լցնել, առավոտյան կտեսնենք, որ այն դոնդողանման է, այն բավականին իր մեջից տվել է բոլոր հատկությունները եւ սերմը անգամ ոչ թե չոր է, այլ փափուկ կարելի է հենց այդպես օգտագործել մի անգամից, չես էլ զգում երբևիցե որ սերմը շատ փափկած է լինում եւ հեշտ խմվող, բայց նաև շատ հրաշալի միջոց է, երբ մենք օգտագործում ենք հենց այսպես աղացած վիճակը։ Նույն լուծույթը կարելի է պատրաստել հենց աղացած կտավատի սերմերի միջոցով։ Արագ կտա օգտակար նյութեր։ Եվ ոչ միայն արագ կտա, իհարկե վատը այն է, որ չի կարելի երկար ժամանակ պահպանել։ Եթե մենք կտավատի սերմը աղում ենք, ապա պետք է ապակյա տարայի մեջ փակ եւ դնել անպայման սառնարանում կամ սառը տեղ, որպեսզի չփչանա։ Եվ այդ մեկ ամսվա մեջ մենք արագ այս օգտագործենք, հետո եթե պետք է նորից աղալ, նորից օգտագործել։ Ընդ որում պետք է վերցնել մեկ թեյի գթալը մեկ բաժակ ջրին եւ կարող ենք իհարկե մի փոքր լիմոնի աղ, եթե ուզում ենք նիհարելու ձևով, եթե խնդիր չունենք աղիների հետ կապված, ապա կարող ենք մի փոքր էլ մեղր լցնել, այն ամբողջ նյութափոխանակությունն է ակտիվացնում, նպաստում է, եթե մենք օրը 2 անգամ մոտավորապես ուտելուց կես ժամ առաջ օգտագործել, ապա այն նույնիսկ քաշի կորիստ է առաջացնում մեր օրգանիզմին, այսինքն այրում է ճարպը եւ մեր ճարպը վերեացում էներգիայի եւ մենք արագ ձերբազատվում ենք ավելորդ քաշից։ Իհարկե այս ընթացքում, եթե ես ասեմ, որ ավելորդ քաշից կարող ենք ձերբազատվենք հենց այսպես, դա անհնարին է, պետք է տրամադրվենք նաեւ նրան, որ մի փոքր ակտիվ ֆիզկուլտուրա անել կամ ուղղակի քայլել մաքուր օդում, որ հիմա թթվածնով հարուստ է մեր եւ բացի այդ նաեւ պետք է սննդակարգում որոշ չափաբաժիններ դնել եւ վերացնել այն սնունդը, որը շատ կալորիականությունը բարձր է եւ անօգտակար։ Դրա համար եթե մենք ուզում ենք նիհարել, ապա անպայման լիմոնով եւ մեղրով, եթե ուզում ենք միայն եթե կա հիվանդություն, որ պետք է անպայման գաստրիտը բուժենք, ապա քունջութը եւ կարող ենք աղացած եւ ոչ աղացած վիճակով օգտագործել եւ պահպանել մեր ստամոքսաղիքային տրակտը։ Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար, նոր խորհուրդներով ու բացահայտումներով մենք կհանդիպենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ։ Կունջուտ всему голова։ Այո, ասում են մասնագետները։ Իսկ մենք շարունակենք ժողովուրդն էլ ասում։ Այո, ժողովուրդը, այո, մասնագետի շուրթերով։ Լավ։ Էնդոկրին համակարգի հիվանդությունները Հայաստանում ամենատարածվածների եւ վտանգավորների տասնյակում են։ Դրանք նաեւ առողջական այն խնդիրներն են, որոնք միանգամից ազդում են մարդու կյանքի որակի եւ աշխատունակության վրա։ Ինչպես կանխարգելել եւ վերահսկել դրանք, կիմանանք իմա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Վարդանյանի օգնությամբ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեր գարնանային տոները։ Շնորհակալություն։ Եվ ինչ է մեզ պատրաստել գարունը։ Ինչ խնդիրներ են հիմնականում սրվում գարնանը։ Այո, նախ հիշեցնեմ գարունը, քանի որ տարվա եղանակների արքան է համարվում, այն լցվում է բավականին վառ գույներով եւ բոլորս ուզում ենք տանից դուրս գանք, ինչու՞ չէ, նաեւ սիրահարվենք, քանի որ դրսից ենք հենց տանում այդ դրական կարևոր կենսական էներգիան։ Անի, լսում ես, սիրահարվել է պետք։ Հուզվեցի։ Տնից դուրս գալ, TV-ից դուրս գալ եւ սիրահարվել։ Եվ իհարկե ցանկալի շփվել միայն լուսավոր եւ դրական լիցքերով մարդկանց հետ։ Էլեկտրիկների հետ է պետք։ Այո։ Էլեկտրիկների եւ լուսի մարդկանց հետ։ Նախ ասենք, որ ինչ է իրենից ներկայացնում հորմոնը, դա ամինաթթուների շարքից է բաղկացած եւ միկրոէլեմենտների կուտակումից։ Որ գարնանը սկսում են այսպես հորմոնները, այո, իգրայ գարմոնն է, էլի։ Իսկ ձմեռը դե բնական է, էներգիա քիչ ենք մենք ծախսում, էներգիան կուտակում ենք այդ պաշարը։ Սակայն սննդի գերչարաշահումից բարձր կալորիականության սնունդ օգտագործելը եւս բերում է հորմոնալ խախտմանը։ Եվ մեր հորմոնների արտադրությունը հիմնականում կախված է մեր սննդի ընդունած որակից եւ յուրացումից, վիտամիններից, միկրոէլեմենտներից,
եւ իհարկե քունը, որը բավականին մեծ նշանակություն ունի, քանի որ անքնության ժամանակ, վերցնենք տարբեր մասնագիտություններ, ով ունի հերթապահություններ, անքնություն, դա բերում է հորմոնալ խախտմանը։ Քանի որ այս ժամանակ, այո, բոլորի մոտ, տեսեք ինչ է տեղի ունենում օրգանիզմում, մելատոնինի սինտեզն է խանգարվում։ Սա գլխավոր կարևորագույն հորմոն է, որը կառավարում է մեր օրգանիզմում մյուս բոլոր հորմոնների վիճակը։ Իսկ անքնության ժամանակ երբ մելատոնինի սինտեզը խանգարվում է, բնականաբար արդեն մյուս հորմոնների վիճակն էլ է վատանում։ Փաստորեն։ Այո, նաև 23-ին, երեկոյան, 23:00-ին մեր բոլորի օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոնները։ Այդ ժամին արտադրվում։ Այո, հենց այդ ժամին։ Չքնես։ Չեմ քնի, ես հիմա կսպասեմ 23:00-ին հանդիպեմ այդ հորմոնների հետ։ Հորմոնները թող։ Արտնանան 23:00 եւ կապ չունի որ գոտիում ենք մենք ապրում եւ Ռուսաստանում ժամը փոխեցին թե ոչ։ Մեր ժամով ժամը 11-ին երեկոյան։ Նաեւ հաճախ խորհուրդ են տալի որ պետք է քնած լինեք, որպեսզի այդ process-ը բավականին լավ կատարվի օրգանիզմում։ Միրով է, նրանք արտադրվում են, հետո ինչ են անում։ Պետք է հանգիստ վիճակ լինի, որպեսզի իր ֆոնը նորմալ ընթանա օրգանիզմում։ Հիսացում է process-ը։ Լավ։ Ուրեմն ժամը 11-ին բոլորը քնած պետք է լինեն։ Այսինքն մեր եթերը արդեն բրծած է, շուտ ոնց կարող է հանգիստ գնալ քնել այո ժամը 11-ին։ Նաև հորմոնալ խանգարման ֆոնի ժամանակ առաջանում են վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություն խնդիրը, նաև հիպոֆիզի հետ կապված խախտումները։ Ինչ է դա։ Դա ուրեմն վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ առաջանում է գիրություն, որը էնդոգրին խախտում է համարվում։ Մենք առաջինը պետք է դա տարբերենք ալիմենտար գիրությունից, քանի որը սննդի հետ է կապված, որը ժառանգական բնույթ է կրում։ Ոնց պետք է տարբերենք։ Ով ուրեմն բավականին շատ գնում է լողավազաններ, ֆիթնեսներ, պահպանելով սննդակարգը, բայց ոչ մի կիլոգրամ չի պակասում։ Եթե դու տեսնում ես որ խնդիր կա, հետևում ես, բայց արդյունք չկա, ուրեմն ինչ որ առողջական խնդիր է։ Այո, ուրեմն կա էնդոգրին խանգարում արդեն։ Եվ շատ հաճախ կանայք իրենք են գալիս եւ նույն գանգատներով դիմում են, ասում են բժշկուհի ջան, այսպեսի խնդիր է, բայց մենք չենք նիհարում։ Ինչ կարող է տեղի լինել մեր հետ։ Երբ ֆանից է քրիտիկական, այն օրինակ 10 կիլո է ավել, 7 կիլո, 24 կիլո, երբ ֆանից պետք է սկսել անհանգստանալ։ Երբ հասկանալ, որ խնդիրը այո, երբ արդեն ճարպը կուտակվում է հավասարաչափ որովայնի եւ ազրերի շուրջը, դա սննդի հետ կապված է։ Իսկ էնդոկրինի այս հիպոթիրոզի ժամանակ երբ քիչ են արտադրվում հորմոնները, իսկ հիպոֆիզի արտադրված հորմոնը շատ է, յոդ սինտեզողը քիչ է, այստեղ ճարպը ամբողջ մարմնով է կուտակվում, այսինքն իրանք ընդհանուր են չաղանում։ Ուռում են, այո, ու իրենք հայլու մեջ նայելով զգում են, որ բավականին փոփոխված է իրենց տեսքը, հիշողությունն է իրենց վատ, կարող է հարց տալ, շատ դժվար պատասխանի, անգամ դեղնություն է նկատվում մաշկի, որը պայմանավորված է վիտամինի այդ վերափոխման սինտեզը, վիտամին A-ի խախտվում է դա, կարոտինի, եւ հիվանդը հաճախ քնում է խորհրդատվության ժամանակ։ Ես ինձ ճանաչում եմ, երբ որ շատ եմ խմում այդտեղից, հետո այդ վիճակն է։ Ինչ չեմ ճանաչում հայելիում, մոռանում եմ հարցերի պատասխանել։ Քնում եմ։ Իդեպ օգտվելով առիթից հիշեցնեմ, որ իմ բժշկական կենտրոնում կատարվում է վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի հետազոտություն, այս պահից կարող են զանգահարել իմ բժշկական կենտրոն, հեռախոսի համարը 50 այո, եւ գրանցվել նախապես, բացի դա բազմաթիվ ակցիաներ են գործում, դա հոդերի սոնոգրաֆիայի հետազոտությունը, էխոսրտագրությունը եւ ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը եւս 50% զեղչով այս պահից կարող են զանգահարել հեռախոսահամարը 50 80 50։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտող, մինչ դուք զանգահարում եք, մեզ մոտ կոմերցիոն դադար է, հետո շուտ կվերադառնանք։ Այո։ Տեսակ խոստացել ենք եւ վերադարձանք։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է իմ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Վարդանյանը եւ մենք խոսում ենք բոլորային խնդիրների մասին, որոնք հիմնականում հայտ են գալիս գարնանը։ Խոսեցինք հիպոթիրոզի մասին, դրա հետևանքով առաջացած գիրության մասին, հա, ինչ խնդիրների կարող է դա հանգեցնել։ Օրինակ հոդերի խնդիրների չէ՞ ծանրությունը, երբ հոդերի շատ է լինում։ Գարնանը հոդերը սկսում են ցավել։ Այո, շատ շատերը։ Այո, սա բավականին լուրջ խնդրեմ է մեր հայ ժողովրդի համար, քանի որ հենց տարբեր տեսակի ռևմատիկ ցավեր,
տարբեր տեսակի հոդացավեր, արտրիտներ, արտրոզներ, նաև միզաթթվի բարձրացումը, որը պատագրային հետևանք է։ Չեն տառապում, դա հայ ժողովրդին բնորոշ։ Հայ ժողովրդին ավելի բնորոշ է, քանի որ սուրճը մենք շատ ենք օգտագործում, դա օրգանիզմից դուրս է բերում կալցիումը եւ ցինկը։ 3 բաժակավաթից ավելին սուրճը ցանկալի չէ, սև սուրճը։ Հասկանալի։ 3 գավաթ կարելի է։ 3 գավաթ, այո, ցանկալի է։ 2.5 վրա կանգնեք։ Եվ իհարկե հիմնական բուժման նպատակը եւ բարձր դոզաներով նշանակում ենք այդ փոխարինող թերապիան, L-տիրոքսին հորմոնը օրգանիզմից կալցին դուրս է բերում։ Սակայն հաճախ հիվանդները, որոնք ստանում ունեն այդ դոզավորման սխեմա, էնդոկրինոլոգի կողմից նշանակված, նրանք չարաշահում են, երկրից դուրս են գնում, չեն դիմում իրենց բժիշկի եւ անընդհատ օգտագործելով այդ բարձր դոզաները, դա բերում է ոսկրի ախտահարմանը եւ կալցիումը դուրս է գալի։ Եվ իհարկե անպայման այստեղ պետք է։ Իսկ իրենց չեն ասում, որ կալցին դուրս է գալի, դուք պետք է։ Իրենք չեն հասկանում։ Չէ, բայց բժիշկը պետք է ասի, չէ։ Բժիշկը դե եթե զգուշացնում է, լինում է հիվանդը չի հասկանում խորհրդատվությանը։ Այս են դեպքերից է, որ ինքը իրան հարցը տալի չի կարող պատասխանել։ Եվ սրտային խնդիրներ են իհարկե բավականին ունենում, շտապօգնություն են կանչում, քանի որ բարձր դոզաներով անընդհատ օգտագործումը բերում է սրտի անբավարարությանը, շնչահեղձությանը։ Եվ մեր իմաբժշկական կենտրոնում կատարվում է բոլոր նեղ մասնագետների կողմից այդ խորհրդատվությունը, իդեպ յուրաքանչյուր բժիշկ պետք է լինի նախ գիտելիքներով զինված, բարեխիղճ, հոգատար եւ ամենակարևորը գեղեցիկ եւ բարեսիրտ ունենա, որը մեր կենտրոնում դա կատարվում է հիվանդներին, ցուցաբերվում է բավականին հոգատար վերաբերմունք։ Ես չի կարող այնտեղ աշխատել, որտեղ գեշ եմ։ Միայն դա է, չէ՞ խանգարում բարետես արտակինով չես։ Լավ, իսկ իրականում այդ կալցիի պակասումը եւ ավելացումը ինչ խնդիրներ կարող է բերի մարդու օրգանիզմում։ Կալցին որ դուրս է գալի, բարձր որ ոսկորները դառնում են ավելի փխրուն։ Այո։ Լինում է որ կալցին այնքան շատ է, որ էլ պետք չէ այդքան։ Ինչ է լինում այս դեպքում։ Ուրեմն երբ կալցիում մակարդակարյան մեջ նվազում է, անպայման ցանկալի է զուգահեռ էնդոկրինոլոգի խորհրդատվության հետ զուգահեռ ուղղորդում ենք հիվանդը ստուգվում է դենսիտոմետրիա հետազոտությունը, դա ոսկրերի խտությունն ենք ստուգում։ Իդեպ հիշեցնեմ, որ իմաբժշկական կենտրոնում գարնանտոնի հետ կապված 1 շաբաթվա հայտարարվում է 2000 դրամ դենսիտոմետրիա հետազոտություն, կարող են զանգահարել իմաբժշկական կենտրոն, հեռախոսահամարը 50 80 50։ Այո, եւ հետազոտվել։ Դա ցույց է տալի ոսկրերի խտությունը։ Հեռախոսահամարը տեսնում եք էկրաններին, սիրելի հեռուստադիտող։ Կարող եք զանգարել եւ գրանցվել։ Եվ գրանցվել, որպեսզի հետազոտել։ Ուրեմն երբ կալցին պակասում է, նկատվում է ջղակծկումներ, անգամ սրտի կանգ, քանի որ սիրտը դա ամենակարևորագույն մկանն է։ Եվ նշանակվում է այս դեպքում հիմնականում կալցիումական պրեպարատներ, կալցիումը պահպանող պրեպարատներ, քանի որ ինչպես դուք ասեցիք, ոսկրերը այո փխրուն են, բարակում են, շուտ են կոտրվում, կարող է պատահական մարդը ընկնել եւ կոտրված ստանալ։ Հիմնական ռիսկի գործոններն են դա կանայք 40-45 տարեկանից բարձր մենոպաուզայի շրջանում, երբ էստրոգենները ձվարաններում դադարում է, ավարտվում է սինթեզը, այո։ Մյուսը երբ մազերը շուտ սպիտակում են։ Հաճախ չեն կարող գլխին կնել, բայց դա բավականին լուրջ խնդիր է բոլորին։ Սպիտակամորթները իհարկե հակում ունեն այս խնդրին։ Քիչ շարժունակությունով քիչ է շարժվում, հասակը երբ կարճանում է 1 սանտիմ, նաև նյութափոխանակությունը ինչքան տարիքը մեծանում է, այնքան նյութափոխանակությունը դժվարանում է կալցիի պայքարելու ձևեր կա դրա դեմ։ Այո, իհարկե։ Ինչ անենք։ Նախ պետք է նաև վիտամին D-ն, որ արևի ճառագայթների միջոցով ենք ստանում եւ ձկնեղենի եւ մյուս տարբեր սննդակարգերի, դայել է պետք ստուգել եւ որովհետեւ կալցին առանց վիտամին D-ի լավ չի յուրացվում։ Պետք է նշանակել ստուգումից, հետազոտումից հետո այդ պրեպարատները եւ կատնամթերքը եւ իհարկե քայլելը, որը բավականին էֆեկտիվ է։ Իսկ երբ որ շատ է, այո, այդ մասին չխոսեցի։ Այ երբ որ շատ է արտադրվում, դա շատ ավելի վտանգավոր է։ Այո։ Ինչ կարող է լինել։ Այն կուտակվում է օրգանիզմում, օրինակ երիկամների կողմից տեղի է ունենում երիկամային անբավարարություն քարերի ձևով է։ Քարեր են, այսինքն դա կրիստալիզացվում են, կալցին կրիստալիզացվում։ Հիվանդները չեն իմանում, հոդացավեր են ունենում, ասում են բժշկու ինչ լավ ա վերցրեցի, բավականին շատ աղերի կուտակում եւ այլն, այդ ամեն ինչ դա է, թե ինքը բերում է նաեւ նյարդային ազդակների վրա է ազդում գերավելցուկը, երբ չիմանալով իրենք իրենց
պրոֆիլակտիկ նշանակում են։ Այսինքն մարդը կարող է ունենալ հոդացավեր, մտածել թե կալցիի պակաս է, գնել կալցի, խմել, ավելացնել, բայց իրականում խնդիրն այլ տեղ էր, իրականում կալցին շատ է։ Էնդոկրին խանգարումներ ժամանակ չարվորակ նոյագործությունների ժամանակ է այն արտահայտվում հիպերկալցեմիան։ Նյարդային ազդակների վրա ազդելով առաջացնում է խրոնիկ հոգնածության համախտանիշ։ Այսինքն պետք է ստուգվել բժիշկներին, մասնագետներին է պետք Այո, լինել։ եւ ամենակարևորը այստեղ պետք է ուշադրություն դարձնենք, բացի այն, որ դա կուտակվում է ավելցուկ անոթներում առաջացնելով աթերոսկլերոզ, ինֆարկտներ, ինսուլտներ, այն ազդում է աղիների վրա, որովայնում առաջացնում է դիսկոմֆորտի նշաններ եւ իհարկե գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս, որը ոչ մի հիվանդ երբեք գլխի չի կարող ընկնել։ Իսկ եթե որ մենք էլ հասկանանք գաստրո ինչ որ տենց դա ինչ է, ուրեմն գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը դա ստամոքսի կամ 12 մատնյա աղու պարունակության կրկրվող հետ հոսքն է դեպի կերակրափող։ Սա կարող է լինել ստամոքսի աղաթթուն կամ 12 մատնյա աղու լեղին, որը գնալով կերակրափող, շնչափող, թոքեր, կլապանները չեն աշխատում։ Այրում է այդ դա ձայնալարերը եւ հիվանդի մոտ սկսվում է հազ, խզոցներ, այս վիճակը նման է շատ լարինգիտի, ֆարինգիտի։ Քանի որ շատ հաճախ ով ուզում է վահանաձև գեղձը ստուգվի, ունենում է լարինգիտ, ֆարինգիտ, գնում է, բուժվում է, ունի խոր խարտադրություն, որը գալիս է վահանաձև գեղձից։ Իրենք ստուգվում են բրոնխիտի դեմ, չի լինում էֆեկտ, նոր գալիս են արդեն էնդոկրինոլոգի մոտ։ Լավ, այս դեպքում ինչպես հիվանդը կողմնորոշվի, թե որ մասնագետի մոտ գնալ։ Չէ՞ որ նեղ մասնագետները շատ են։ Այո, եթե չի օգնում քիթ կոկորտ մասնագետի բուժումը, նա անմիջապես դիմում է իհարկե էնդոկրինոլոգի։ Եթե կա, պարզվում է խնդիրը ունի, այս խնդիրը անմիջապես գաստրոենտերոլոգի խորհրդատվությունը արդեն զուգահեռ կատարվում է, որպեսզի մենք ժխտենք այս խնդիրը կամ բուժում նշանակվի կամ ժխտվի նաև գաստրոենտերոլոգի կողմից։ Եվ իհարկե նաև այն նմանվում է ստենոկարդիայնոպային, որովհետև այդ process-ից հետո սկսվում է հետկրծոսկրային ցավեր։ Ինքը բավականին լուրջ խնդրեմ է։ Իրոք որ։ Այո, պետք է ստուգվել։ Պետք է ստուգվել նախորոք, որպեսզի այս բարձ տերմիններով հիվանդությունները մեզնից շատ ու շատ հեռու մնան։ Կամ էլ դուք դրա մասին մենակ հեռուստացույցով։ Այո, գոնե այդպես։ Նաև ասեմ, որ ով ունի որովայնի ստամոքսի շրջան, մաղստամոքսային տրակտում խնդիրներ, ենթադրենք հորմոնը նշանակում ենք, յոդի պրեպարատը նշանակում ենք, եթե խնդիր կա, չի յուրացվի։ Պետք է անպայման բուժում նշանակվի, այլ հակառակ դեպքում կգնա զոբոգեն էֆեկտ, այսինքն վահանաձև գեղձը ծավալով կմեծանա եւ կառաջանա խպիպ։ Եթե աղիները չբուժվի, դեղորայքը չի յուրացվի աղեստամոքսային տրակտի կողմից։ Իդեպ հիշեցնեմ, որ նաև իմա բժշկական կենտրոնում այս մեկ շաբաթվա ընթացքում գործում է ճիճվագրության հետազոտությունը կղանքի միջոցով, մեկ շաբաթվա ընթացքում անվճար, նախապես դա էլ է շատ կարևոր։ Այո, ցանկացողները կարող են զանգահարել եւ նախապես գաստրոենտերոլոգի խորհրդատվությանը գրանցվել, քանի որ հենց այս պարազիտագրության ժամանակ երեխաները շատ շուտ հոգնում են, վատ են սովորում, անեմիաների խնդիր կարող է սա լինել։ Ժորժ ջան, եթե ձեր երեխան վատ է սովորում, պետք չի մտածել, որ նա չի հասկանում, պետք է գնալ եւ ճճվագրությունով։ Եվ տարբեր ալերգիկ process-ներ, մաշկային, պսորիազի, իհարկե նաև մաշկաբանի կողմից, թե հոդաբանի, անպայման սրտաբանի, բոլոր մասնագետներից կողմից արդեն կոմպլեքս հետազոտություն բուժում է կատարվում։ Ոբշեմ, ես այսպես հասկացա, երբ որ դուք տանում եք ձեր մեքենայի յուղը փոխել, մեքենան կանգնացնում եք տեղ զնման։ Այդ մեքենայի մասին մտածում եք, բայց ձեր մասին չեք մտածում։ Եկեք մենք էլ մեր մասին մտածենք եւ կես տարի մեկ գոնե գնանք տեղ զնման, այսպես ասած, ոտից գլուխ ստուգվենք, ամեն ինչ հանձնենք։ Չէ՞ որ մեր մարմինը մեր շարժիչ մեքենան է։ Ավելի կարևոր է անգամ։ Հա։ Քան մեքենան, այո։ Մեքենա կարելի է չունենալ, բայց մարմին ունենալ պարտավոր է։ Բայց մարմին հարկավոր է, այո, ունենալ առողջ։ Երբ թե այսքանը։ Եթե որևէ բան ունենք ավելացնելու, այս թեմայի շուրջ պոզիտիվ բան ավելացեք, որ ամեն ինչ լավ կլինի։ Չէ՞ որ գարուն է ի վերջո։ Այո, իհարկե բոլորին վերադառնանք էլեկտրիկներին։ Բոլորին ցանկանում եմ իհարկե լավ լուսավոր տրամադրություն, առողջություն ամենակարևորը։
եւ ցանկությունների իրականացում գարնանը եւ ավելացնեմ, որ նաեւ իմ բժշկական կենտրոնում եւս կրկնեմ, որ Վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի հետազոտությունը կատարվում է անվճար եւ որովայնի սոնոգրաֆիան դա 2000 դրամ զեղչված։ Այս շաբաթը մասին է։ Այո, կարող են ցանկացողները զանգահարել, գրանցվել հեռախոսահամարը 50 հեռախոսահամարը եւ հասցեն սիրելի հեռուստադիտող, դուք տեսնում եք ձեր էկրաններին, այնպես որ զանգահարեք, հերթագրվեք, այցելեք եւ առողջ եղեք։ Գարունը դիմավորենք առողջ, որպեսզի ողջ տարին անցնի առողջ։ Մեր գեղեցկու բժշկու նման որ լինենք առողջ եւ գեղեցիկ, ոչ մի խնդիր չունենանք ոչ միտեղ։ Այո, շատ լավ։ Ես էլ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ԻՄԱ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Վարդանյանը, ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալություն եւ ընդմիջում ենք եթերը Կարճատև կոմերցիոն դատարավ։ Ծաղկառատ եւ շահավետ գարուն Կերամա Մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա Մարացի։ Դավիթ Անհախտի 6։ Բարի լույս։ Բարի լույս, ինչպես եւ խոստացանք, վերադարձանք եւ ժամանակը տեղափոխվելու Եվրոպա։ Խոսենք Հոլանդիայի մասին այս պահին։ Այդ երկրում ապրում են ամենաբարձրահասակ մարդիկ։ Միջին հասակով մարդը 182 սանտիմետր է։ Ես ասեմ անգամ, որ հայերը, որոնք ապրում են Հոլանդիայում, բարձրահասակ են։ Ես բարեկամներ ունեմ այնտեղ, կարծես խոնավությունից է դա, գիտես։ Օդի խոնավությունից։ Ես էլ Հոլանդիայից եմ եկել, կարծում եմ երևում է։ Հոլանդիան նաև աշխարհի ամենաանվտանգ երկրներից է ճանապարհատրանսպորտային վթարների տեսանկյունից։ Միայն Ամստերդամում ավելի շատ հեծանիվ կա, քան բնակիչ։ Իրականում Ամստերդամում այդ հեծանիվ քշողներն են բոլորին խանգարում, ես քեզ ասում։ Դրա համար չկան մեքենաներ։ Մեքենաները ավելի քիչ են, այո, մեքենաները վախում են հեծանիվ քշողներից եւ առհասարակ հետիոտիներն են վախում։ Բայց ավելի լավ է, որովհետեւ օդը մաքուր է։ Օդը մաքուր է, այո։ Լավ է, չի աղտոտվում բնությունը։ Անցնենք ֆիններին, նրանք ուրիշների ներկայությամբ երբեք հաճոյախոսություններ չեն անում, դա խիստ ինտիմ քայլ է համարվում։ Այսինքն մնում է ինքը իրան նոր իր մեջ է պահում, հետո ինքն իրեն թանկուն արտահայտվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վտանգավոր է անծանոթ կնոջը կոմպլիմենտ անելը, քանի որ ցանկության դեպքում դա կարող է ներկայացվել որպես ոտնձգության փորձ։ Այո, եւ կարող եք գտնվել ամերիկյան բանտում, որտեղ ապրելը եւս գուցե ավելի հաճելի է։ Ոչ, ամերիկյան բանտում ոչ։ Չէ, ամերիկյան բանտերում ոչ։ Չէ, նորվեգիական այո, բայց Դե լավ, ուրեմն Նորվեգիայում կարելի է որևէ մեկի նկատմամբ հիացմունք ցուցադրել, քանի որ դա անկալվում է որպես ժողովրդություն, եւս չի կարելի։ Չի կարելի, իհարկե, այո։ Կորեայում կա կարծրատիպ, որ տղամարդուն դուր գալու համար կինը պետք է հիվանդագին եւ անօգնական տեսք ունենա, որպեսզի տղամարդու մոտ նրան պաշտպանելու, փայփայելու ցանկություն առաջի։ Չէ, անի, դու չկպավ քո մոտ։ Չստացվեց։ Կորեացի տղամարդիկ քո ուշադրություն չեն դարձի երբեք։ Այո, ցավոք սրտի, ինչ անեմ։ Իսկ անգլիացիների գլխավոր առանձնահատկությունը զսպվածությունն է, որը կանանց դարձնում է թվացial սառը տղամարդկանց անտարբեր, իսկ հումորը սև, ինչպես Ես հիշում եմ մի հիանալի անեկդոտ անգլիական այդ զսպվածության մասին, երբ որ սլուգա ոնց է հայերեն Ծառան վազելով սենց քրտնած գալիս է դուռը բացում է, ասում է պարոն, ջրհեղեղ է։ Ասում է Թոմաս, դուռը ծածկի, նորմալ մտի ներս։ Թոմասը դուռը ծածկում է, դուռը ծեծում է, մտնում է, ասում է պարոն, ջրհեղեղ է։ Դե ինչ, այսօր անգլիական հումորին կանդրադառնանք ֆենոմեն էջի օգնությամբ, որը նվիրված է Միսթեր Բինին։ Օ, որը հայ է ծակումով իմիջիալոց, եթե չգիտեք։ Ով հայ չէ ծակումով գլոմով։ Գնացինք։ Էյնշտեյնը։ Ռոուեն Սեբաստիան Աթքինսոնը ծնվել է 1955-ին Մեծ Բրիտանիայի Կանսետ քաղաքում։ Երևի արդեն ձանձրացաք ով է Ռոունը, ինչով է կարևոր նրա ծնունդը։ Լավ, սկսենք նորից։ Միսթեր Բին ծնվել է 1990-ին Ռոուեն Աթքինսոնի գլխում։ Ֆերմեր Էրիկ Աթքինսոնի եւ տնային տնտեսուհի Էլա Մեյ Բեմբրիջի ընտանիքը 1955-ին համալրվում է եւս մեկ տղայով։ Ռոդնիից, Ռոբերտից եւ Փոլից հետո լույս աշխարհ է գալիս Ռոուենը։ Փոքրիկ տղան սնդիկի պես աշխուժ ու խելացի երեխա էր։ Չնայած բնությունից տրված շարժուն դիմախաղի պատճառով շատերն էին նրան հիմար ու անլուրջ համարում։ Դասընկերներն էլ այլ մոլորակային մականունն էին կպցրել։
Ես թիմերում վատագույն խաղացողն էի ու ընդհանրապես սատում էի ֆիզկուլտուրայի դասերը։ Չգիտեմ, երևի ինձ մոտ հոգեբանական խնդիր է։ Չեմ հասկանում, ինչ է դա։ Մասնակիցներին բաժանել թիմերի, մրցել ու հաղթել։ Հաղթել պետք է միայնակ։ Փոքր տարիքում Ռոուենն իհարկե այդքան վստահություն չուներ ու ամենից շատ ուզում էր լինել մյուսների նման։ Իսկ դպրոցում գնալով ավելի մեծ հաջողություններ էր գրանցում ֆիզիկայից եւ այն ավարտելուց հետո 1975-ին Ռոուենն ավարտում է Նյուքասլի համալսարանի էլեկտրոինժեներական ֆակուլտետը եւ շուտով խելացի երիտասարդին ուղարկում են Օքսֆորդ։ Համալսարանի լսարաններում նրան ծաղրողների թիվը չպակասեց, թեպետ հենց այդ լսարաններից մեկում էլ Ռոուենին սպասվում էր կյանքի ամենաճակատագրական հանդիպումներից մեկը։ Օքսֆորդում Ռոուենը ծանոթանում է ուսանողական թատրոնի ակտիվիստներից մեկի՝ Ռիչարդ Կյորտիսի հետ։ Ապագա հայտնի պրոդյուսերը միանգամից առաջարկում է Ռոուենին իր անկրկնելի դիմախաղն օգտագործել կատակերգական մնջախաղում։ Ընկերները երկուսով որոշում են, որ ներկայացումների ժամանակ Ռոուենին պետք չէ ոչ դիմահարդարում, ոչ էլ ծաղրածուի հագուստ։ Նա ավելի համոզիչ է իր սովորական թվիդե պիջակով, որով ամեն օր աշխատանքի են գնում միլիոնավոր մարդիկ։ Ռոուենի գրած ու բեմադրած ուսանողական սիթքոմները մեկը մյուսի հետևից հաջողություն են ունենում, եւ քանի որ ամեն ինչ կատարվում էր Օքսֆորդի նման հայտնի բուհում, շուտով նրան նկատում են ոչ միայն ուսանողները։ 1976-ին տաղանդավոր արտիստին BBC հեռուստաալիքը հրավիրում է ստեղծելու սեփական կատակերգական սերիալը։ Ռոուենի նոր նախագիծը տարվա ավարտին արժանանում է Էմմի եւ բրիտանական հեռուստաընկերությունների հատուկ մրցանակներին։ Հասկանալով, թե ինչ նվեր է իր համար Աթքինսոնը, BBC-ն 1980-ին նրան անվանում է տարվա մարդ։ Ճանաչումն ու հանրության այդչափ ուշադրությունը Ռոուենին անգամ վախեցրեցին։ Երբ ես գնում էի ռեստորան, մարդիկ բղավում էին. «Հեյ, Ռոուեն, մի զավեշտալի դեմք ընդունիր»։ Նրանք կարծում են, որ եթե ես իրենց մոտ ծիծաղի նոպաներ եմ առաջացնում, ուրեմն պարտավոր եմ կյանքում էլ զվարճացնել, բայց չէ, իրականում ես լուրումունջ եւ ձանձրալի մարդ եմ։ Արդեն հայտնի սիթքոմների դերասանի գլխում 1990 թվականին ծնվում է պատմություն մի արտասովոր կերպարի մասին՝ Միսթր Բին, հերոս, որի միջոցով ավելի վառ երևացին Ռոուենի մնջախաղային կարողությունները եւ սերիալ, որը հայտնվեց կինեմատոգրաֆիայի պատմության էջերում։ Ես երկար տարիներ խաղացել եմ Միսթր Բինին, այն առաջին հերթին ինձ հնարավորություն է տալիս դուրս թռչելու իրականությունից եւ խաղալու մի մարդու, որն իմ հակապատկերն է։ Միսթր Բինը ես եմ 9-10 տարեկանում։ Միսթր Բինի մեկ սերիան հեռուստաէկրան էր բերում 20 միլիոն մարդու, բայց հաջողակ էին նաև Ռոուենի մասնակցությամբ մյուս ֆիլմերը՝ Առնետավազք, Տակ գլուխներ 2, իսկ 4 ամուսնություն եւ 1 ուղարկավորություն ֆիլմն անգամ դարձավ բրիտանական կինոյի պատմության մեջ ամենաշահութաբերը։ Ինձանից միշտ որևէ զավեշտալի բան են սպասում, եւ ես չեմ ուզում հիասթափեցնել որևէ մեկին։ Ես կանանց շրջանում այդքան էլ հաջողակ չեմ։ Մի անգամ խոստովանել էր Ռոուենը։ Կզարմանաք, բայց նա այն քիչ աստղերից է, ով մինչ օրս շարունակում է ապրել իր առաջին եւ միակ կնոջ հետ։ 35 տարեկանում Ռոուենն ամուսնացավ Սանետրա Սեստրիի հետ։ Կիսով չափ հնդկուհու էկզոտիկ գեղեցկությունը առաջին հայացքից գրավեց Ռոուենին։ Նրանք ծանոթացել են մի սիթքոմի նկարահանման ժամանակ, որտեղ Սանետրան դիմահարդար էր աշխատում։ Ամենադժվարն առաջին ժամադրությունն էր։ Էկրանից դուրս Ռոուենն անչափ ամաչկոտ էր եւ ինչպես ինքն է հիշում, ընթրիքի ժամանակ համարձակությունը միայն հերիքել էր, որ Սանետրայից կետչուպ խնդրեր։ Ես միշտ խուսափել եմ կնոջս հետ գնալ այն վայրեր, որտեղ նրան կարող էին Միսիս Բին անվանել։ Երբեմն ինձ թվում է, որ ոչ թե ես, այլ Բինն է ամուսնացած կնոջս հետ, եւ ինչու պետք է Սանետրան ինձ ընտրեր, չէ՞ որ ես այդքան հետաքրքիր չեմ։ Ամուսիններն այժմ ունեն 2 զավակ՝ որդին Բենը եւ դուստրը Լիլին։ Ընտանիքն այժմ 3 տուն ունի Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում։ Որպես իսկական ֆերմերի որդի, Ռոուենն իր տների առջև հսկայական ու գեղեցիկ ծաղկանոցներ է մշակում։ Դա նրա սիրելի զբաղմունքներից մեկն է, դե իհարկե սպորտային մեքենաների հավաքածուից հետո։ 60-ամյա դերասանը մինչ օրս շարունակում է համալրել իր ավտոմեքենաների շարքը եւ հաճույքով մասնակցում է նաեւ ավտոարշավների։ Կզարմանաք, բայց մեր սիրելի Միսթր Բինը պարբերաբար հոդվածներ է գրում նաեւ մեքենաների պրոֆեսիոնալ ամսագրերում։ Կրթությամբ էլեկտրոինժեներ, բնությունից տրված էքսցենտրիկ դիմախաղ եւ հաջողությունը պատրաստ է։
ծնունդից սկսած եւ մինչ օրս Ռոուեն Աթքինսոնի մարմնավորած փոքրիկ ու զավեշտալի մարդու կերպարը հարազատ դարձավ մոլորակի տարբեր կետերում ապրող մարդկանց։ Սերիալը 1 տարում հավաքեց 123 միլիոն ֆունտ ստերլինգ, ավելի շատ քան Փոլ Մաքքարթնին մյուս Բիթլների հետ, եւ սա այն դեպքում, երբ Միսթր Բինի բյուջետն ընդամենը $18 միլիոն էր։ Միսթր Բինն ինձ համար մուլտհերոսի է նման, ով երբեք չի ծերանում, բայց ամենազարմանալին այն է, որ տասնամյակներ անց ես ավելի լավ եմ խաղում այս կերպարը, քան առաջ։ Գիտեք, երևի մեզ բոլորիս ուղղակի երջանկացնում է նայել մի երեխայի, ով ապրում է յուրաքանչյուր մեծահասակի ներսում։ Այսպիսի հասարակ եւ պարզ անգլիացի միլիոնատեր հայկական արմատներով Միսթր Բին։ Իսկ այժմ այլ լուրեր։ Վրացական կերուխումը ստացել է ոչ նյութական մշակույթի հուշարձանի կարգավիճակ, հայտնում է Վրաստան օնլայնը, վկայակոչելով մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության համապատասխան հրամանը։ Ահա, այսինքն վրացական քեֆերը արդեն։ Այո, փաստաթուղթը ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո, աղբյուրը մանրամասնում է, թե այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ տրամադրել վրացական ավանդական կերուխումի մշակույթին, որը վրացիները կոչվում են Կարտուլի սուպրա, այնպես որ ստացվեց։ Մեզանից առաջ անցան։ Այո, մեզանից առաջ անցան, իսկ մեր եթերում այս պահին կլինի երաժշտություն, տեսահոլովակ, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Ինչպես ասել է Ջոն Ռոքֆելլերը, պետք չէ վախենալ մեծ ծախսերից, ավելի վտանգավոր են փոքր եկամուտները։ Այո, այսինքն ունեցեք մեծ աշխատավարձ եւ փոքր ծախսեր, դա ավելի լավ կլինի, քան հակառակը։